Մի կին ծննդաբերում է դաժան ծնապքի մեջ, չիմանալով, որ իրեն մահվան են տանում։ Այն մարդը, ով պետք է պաշտպաներ նրան, լքում է անապատային ճանապարհին, թողնելով սառը հաշվարկված դավադրության հետքեր։ Բայց մի անծանոթ հայտնվում է ոչ մի տեղից, այն, ինչ վերջ էր թվում, վերածվում է անսպասելի շրջադարձի սկզբի։ Եթե այս պատմությունը հետաքրքրեց ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որ երբեք կլսեք ձեր կյանքում։ Արագածի լեռնաշղթայի վրայի ծանրացած երկինքը, թվում էր, կանխագուշակում էր ավելին, քան պարզապես փոթորիկ։ Մարինեն երկու ձեռքով բռնեց որովայնը, զգալով մեկ գծկում, որը մի քանի վայրկյանով շնչահեղձ արեց նրան։ Տունը, որտեղ նա ապրում էր Ռուբենի հետ, գտնվում էր հողածածկ ճանապարհի վերջում, շրջապատված խիտ անտառով, մշտական մառախուղով, որը երբեք թույլ չէր տալիս Արին լիովին շողալ։ Մարտի վերջն էր, մի ժամանակաշրջան, երբ անձրները անողոք կատաղությամբ պատժում էին Կոտայքի մարզի այդ լեռնային շրջանը։ Նա հղիության 8-րդ ամսում էր, բայց ինչ-որ բան ճիշտ չէր թվում։ Ցավերը գալիս էին ավելի ու ավելի հաճախակի ալիքներով, ուղեկցվում էին ծանրության ճնշման զգացումով, որը նրան անհանգիստ էր դարձնում։ Մարինեն մոտեցավ հյուրասենյակի պատուհանին, դիտեց ամպերը, որոնք կուտակվում էին լեռների գագաթներին։ Քամին ուժեղ էր փչում, ծառերին ստիպելով խոնարհվել հարկադրական հարգանքով։ Քաղաքացիական պաշտպանությունը ամբողջ շաբաթ զգուշացումներ էր տվել։ Ուժեղ անձրներ, սողանքների վտանգ, փակ ճանապարհներ։ Խորհուրդը պարզ էր. մնալ տանը, խուսափել անհարկի տեղաշարժերից։ Ռուբենը շտապ քայլերով մտավ սենյակ, բջջային հեռախոսը ականջին։ Նա ժեստեր էր անում խոսելիս, ճակատը կնճռոտված ակնհայտ անհանգստությունից։ Մարինեն ուշադիր դիտում էր նրան։ Վերջին ամիսներին ինչ-որ բան էր փոխվել նրանց միջ։ Նա հեռու էր, հաճախ հեռախոսով էր խոսում, տանից դուրս էր գալիս առանց հստակ բացատրությունների։ Երբ նա հարցնում էր, պատասխանները խուսափողական էին, միշտ ուղեկցվում էին ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Ռուբենը, 35-ամյա գործարար, ով ղեկավարում էր շինանյութերի խանութների փոքր ցանց, միշտ ուշադիր էր եղել Մարինեի նկատմամբ։ Նրանք ծանոթացել էին 3 տարի առաջ, Ծաղկաձորում կորպորատիվ միջոցառման ժամանակ։ Նա աշխատում էր որպես ճարտարապետ, հիացած էր եղել այդ բաց աչքերով, հեշտ ժպիտով տղամարդու քաղաքավարությամբ ու հմայքով։ Սիրավեպը արագ էր, ինտենսիվ։ 6 ամիս անց նրանք միասին էին ապրում այդ մեկուսացված տանը, որը նա գնել էր որպես ապաստան քաղաքի խնդիրներից։ Հիմա, նայելով նրան, Մարինեն կրծքի մեջ ճնշում էր զգում, որը կապ չուներ հղիության հետ։ Ռուբենն անջատեց հեռախոսը, մոտեցավ նրան, ձեռքը դնելով նրա ուսին։ Մարինե, մենք պետք է հեռանանք այստեղից, ասաց նա այնպիսի շտապողականությամբ, որը գրեթե թատերական էր թվում։ Դու լավ չես։ Այդ ցավերը կարող են նշան լինել, որ երեխան ժամանակից շուտ է գալիս։ Նա խորը շունչ քաշեց, փորձելով գնահատել իրավիճակը։ Գծկումները իրական էին, բայց դեռ ընդմիջումներով։ Բժիշկն ասել էր, որ վաղաժամ ծննդաբերության դեպքում անհրաժեշտ է անմիջապես գնալ հիվանդանոց, բայց նա նշել էր, որ պատահական գծկումները նորմալ են հղիության այս փուլում։ Ռուբեն, զգուշացումները ասում են, որ մնանք տանը։ Ճանապարհները վտանգավոր են։ Միգուցե նախ պետք է զանգահարենք բժշկին, առաջարկեց Մարինեն, բռնելով որովայնը, մինչ ցավի մեկ այլ ալիք անցնում էր նրա միջով։ Դրա համար ժամանակ չկա։ Եթե մենք մնանք այստեղ ինչ-որ բան պատահի, մենք կմնանք արգելափակված։ Ճանապարհները լիովին կփակվեն այս անձրի պատճառով։ Մենք պետք է հիմա գնանք, քանի դեռ հնարավոր է, պնդեց Ռուբենը, արդեն վերցնելով մեքենայի բանալիները նրա պայուսակը։ Մարինեն սարսուռ զգաց, որը կապ չունե ջերմաստիճանի հետ։ Ինչ-որ բան կար նրա ձայնի մեջ, մի հարկադրական պնդում, կարծես նա հետում էր սցենարի։ Նա փորձեց հեռացնել բացասական մտքերը։ Ռուբենը իր երեխայի հայրն էր, այն մարդը, ում հետ նա նախատեսում էր ընտանիք կառուցել։ Ինչու՞։ Պետք է կասկածեր նրան հենց հիմա, երբ նա ամենից շատ էր աջակցության կարիք ունենում։ Անձրը սկսեց տեղալ, նախ խիտ հազվադեպ կաթիլներով, ապա խիտ վարագույրներով, որոնք դրսի աշխարհը վերածեցին մոխրագույն բծի։ Ռուբենը օգնեց Մարինեին բաճկոն հագնել, դրեց նրան մեքենայի մեջ, արծաթագույն ամենագնացի, որը նա գնել էր նախորդ տարի։ Նա հարմարվեց ուղորի նստատեղին, ճշգրտելով անվտանգության գոտին իր դուրս ցցված որովայնի վրա։
Շարժիչը գործարկվեց մեղմ ռնգոցով, Ռուբենը սկսեց մեքենա վարել հողածածկ ճանապարհով, որն իջնում էր լեռնի վար։ Անձրը թմբկահարում էր մեքենայի տանիքին, ստեղծելով խլացնող ձայն։ Մարինեն դուրս նայեց պատուհանից, տեսավ, թե ինչպես է ծանոթ բնապատկերը արագ անհետանում։ Նրանք անցան մոտակա հարանների տան կողքով, մի տարեց զույգի, ովքեր ապրում էին մոտ 2 կիլոմետր հեռավոր։ Ությամ վրա։ Տան լույսերը վառված էին, ծուխ էր դուրս գալիս ծխնելույզից։ Մարինեն անբացատրելի ցանկություն զգաց թակել նրանց դուռը, օգնություն խնդրել, բայց ինչի համար։ Ռուբենը պարզապես փորձում էր պաշտպանել նրան։ Մի քանի րոպե անց Մարինեն հասկացավ, որ ինչ-որ բան սխալ է։ Քաղաք տանող ճանապարհը ձախ կողմում էր, իջնելով հովիտ։ Բայց Ռուբենը շրջվել էր աջ, հետելով մի երկրորդական ճանապարհով, որը նա անորոշորեն գիտեր։ Դա մի նեղ, քիչ օգտագործվող ճանապարհ էր, որը լեռներով անցնում էր Ծաղկաձորից հակառակ ուղղությամբ։ Ռուբեն, ո՞ր ես գնում։ Սա հիվանդանոց տանող ճանապարհը չէ, ասաց նա, ձայնը թեթակի դողալով։ Նա աչքերը չհեռացրեց ճանապարհից։ Դա կտրուկ ճանապարհ է։ Հիմնական ճանապարհը պետք է խցանված լինի այն մարդկանցով, ովքեր փորձում են իջնել մինչ փոթորիկը վատանա։ Այս ճանապարհը մեզ ուղիղ տանում է դեպի դաշնային մայրուղի, ավելի արագ է։ Մարինեն լավ էր ճանաչում այդ շրջանը։ Նա ուսումնասիրել էր տարածքի քարտեզները, երբ տան վերանորոգման պլաններն էր գծում։ Այդ ճանապարհը ոչ մի օգտակար տեղ չէր տանում։ Իրականում, այն ավարտվ ում էր հին, անգործության մատնված հանքարդյունաբերական տարածքում, շրջապատված խիտ անտառով, անկայուն հողով։ Ռուբեն, սա անիմաստ է։ Այս ճանապարհը ոչ մի տեղ չի տանում։ Խնդրում եմ, հետ արի, ասաց նա, ձայնը հիմա ավելի ամուր, մայրական բնազդը գերակշռելով կասկածին։ Վստահիր ինձ, Մարինե։ Ես գիտեմ, թե ինչ եմ անում, սա էր նրա միակ պատասխանը, մատները ամուր սեղմելով ղեկը։ Մարինեի սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա նայեց մեքենայի վահանակին, փնտրելով ինչ-որ բան, որը կարող էր իրեն անվտանգություն տալ, որը ռացիոնալ բացատրություն։ Հենց այդ ժամանակ նա նկատեց մի մանրուք, որը սառեցրեց նրան։ Ռուբենը հանել էր իր մատանին։ Ձախ մատնեմատը մերկ էր։ Նա նայեց իր սեփական ձեռքին, որտեղ նշանադրության մատանին փայլում էր նույնիսկ անձրոտ կեսօրվա թույլ լույսի ներքո։ Ո՞ր է քո մատանին, հարցրեց նա, ձայնը ավելի սուր, քան մտադրված էր։ Ռուբենը նույնիսկ աչք չթարթեց։ Հանել եմ դուրս գալուց առաջ։ Ցավում էր, շատ նեղ էր։ Սուտ էր։ Մարինեն դա գիտեր։ Ռուբենը երբեք չէր բողոքել մատանուց։ Ընդհակառակը, նա այն հպարտությամբ էր կրում, հաճախ կատակելով, որ դա լավագույն աքսեսուարն էր, որ երբեք կրել էր։ Ինչ-որ բան սարսափելի սխալ էր։ Ամենագնացը շարունակեց իր ճանապարհը փոսերով լի ճանապարհով, անվադողերը սահում էին սկսվող ցեխի վրա։ Ճյուղերն ու տերները թռչում էին օդում, մտրակված ուժեղացող քամուց։ Տեսանելիությունը գրեթե զրոյական էր։ Մարինեն պայքարում էր խուճապի դեմ, որը բարձրանում էր կոկորդից։ Մեկ այլ կծկում հարվածեց նրան, այս անգամ ավելի ուժեղ, ստիպելով նրան ցավից հառաչել։ Ռուբեն, խնդրում եմ։ Ես վախենում եմ։ Վերադարձիր հիմնական ճանապարհ, աղաչեց նա, արցունքները խառնվելով ճակատին բռնկվող սառը քրտինքին։ Նա չպատ ասխանեց։ Մեքենայի ներսում լռությունը ավելի խլացնող էր, քան դրսի փոթորիկը։ Ի վերջո, այն բանից հետո, ինչը ժամեր թվաց, բայց ընդամենը 15 րոպե էր, Ռուբենը կայանեց մեքենան մի բացատում, որը շրջապատված էր բարձր ծառերով, զառիթափ ժայռերով։ Դա ամայի տեղ էր, առանց որեշինության, միայն վայրի բնություն անողոք անձր։ Հասանք, ասաց նա, անջատելով շարժիչը։ Ինչ է նշանակում հասանք։ Այստեղ ոչինչ չկա, բղավեց Մարինեն, վախը վերածվելով մաքուր սարսափի։ Ռուբենը բացեց դուռը, դուրս եկավ մեքենայից, անմիջապես թրջվելով անձրից։ Նա մոտեցավ մեքենայի արջի մասին, բացեց կապոտը։ Մարինեն դիտում էր մառախլապատ դիմապակու միջով, փորձելով հասկանալ, թե ինչ էր անում նա։ Ռուբենը ինչ-որ բան շարժիչի մեջ շարժեց, ձեռքերը ճշգրտությամբ շարժվում էին, կարծես նա հստակ գիտեր, թե ինչ էր փնտրում։ Մի քանի ակնթարթից հետո նա փակեց կապոտը, վերադարձավ մեքենա, կաթիլներով։ Մեքենան փչացավ, ասաց նա պարզապես, ձայնը միապաղաղ։ Ես պետք է օգնություն փնտրեմ։ Դու մնա այստեղ, դռները փակ պահիր։ Ինչ։
Ոչ։ Մի թող ինձ այստեղ մենակ, Մարինեն հուսա։ Հատորեն բռնեց նրա ձեռքից։ Ռուբենը նրբորեն, բայց ամուր հեռացրեց նրա ձեռքը։ Ես այլ ընտրություն չունեմ։ Ես պետք է գնամ հիմնական ճանապարհ, փորձելու բջջային հեռախոսի ազդանշան ստանալ կամ մեկին գտնել, ով կարող է մեզ օգնել։ Ես շուտ կվերադառնամ։ Մինչ Մարինեն կրկին կբողոքեր, նա արդեն դուրս էր եկել մեքենայից։ Եվ հենց այդ պահին նա տեսավ։ Ռուբենը գրպանից հանեց մատանին, զգուշորեն դրեց այն վահանակի վրա, հենց իր առջ։ Ժեստը այնքան միտումնավոր էր, այնքան խորհրդանշական, որ Մարինեն զգաց, կարծես հարվածել էին իրեն որովայնին։ Մարինեն պատուհանից նայեց նրան, աղերսող աչքերով, բայց Ռուբենը չհանդիպեց նրա հայացքին։ Նա շրջվեց, սկսեց քայլել դեպի արահետը, որն անհետանում էր անտառում, նրա մեջքը ավելի ու ավելի էր փոքրանում, մինչ լիովին անհետացավ ծառերի անձրի վարագույրի մեջ։ Մարինեն մնաց մենակ։ Լիովին մենակ։ Լռությունը խախտվում էր միայն մեքենայի տանիքին անձրի թմբկահարումով իր սեփական սրտի արագ բաբախումներով։ Նա փորձեց գործարկել մեքենան, բանալին անընդհատ պտտելով բռնկման մեջ, բայց ոչինչ չեղավ։ Ոչ մի կտտոց, ոչ մի ձայն։ Մեքենան լիովին անշարժ էր։ Խուճապը սկսեց տիրել։ Կծկումները շարունակվում էին, ավելի ու ավելի ուժեղ։ Մարինեն հառաչեց, բռնելով որովայնը, զգալով իր ներսում կյանքը, որը պայքարում էր դուրս գալ այնպիսի պահի վայրում, որտեղ անվտանգություն չկար։ Նա շուրջը նայեց մեքենայի ներսում, փնտրելով ինչ-որ բան, որը կարող էր օգնել իրեն։ Հենց այդ ժամանակ նրա աչքերը ընկան ձեռնոցների բաժնի վրա։ Միշտ կողպել, միշտ ստուգել, շնջաց նրա գլխում մի ձայն։ Դողացող ձեռքերով Մարինեն բացեց խցիկը։ Ներսում, մեքենայի փաստաթղթերից սեփականատիրոջ ձեռնարկից բացի, կար մի բջջային հեռախոս, որը նա երբեք չէր տեսել։ Դա Ռուբենի հեռախոսը չէր, որը նա գիտեր։ Դա հին սարք էր, հիմնական մոդել, թաքնված մի քանի թղթերի տակ։ Սիրտը բաբախելով, Մարինեն վերցրեց բջջային հեռախոսը, միացրեց այն։ Մարտկոցը 20%-ի վրա էր։ Էկրանը լուսավորվեց, բացահայտելով տասնյակ չկարդացված հաղորդագրությունների ծանուցումներ։ Մարինեն վայրկյանով վարանեց նախքան հաղորդագրությունների հավելվածը բացելը։ Եվ այն, ինչ տեսավ, լիովին փլուզեց նրա աշխարհը։ Հաղորդագրությունները սկսվում էին 2 շաբաթ առաջվանից։ Կոնտակտը պահպանված էր պարզապես որպես առանց պրոֆիլի նկարի, առանց ազգանվան, պարզապես մի տառ։ Մարինեն դողացող մատներով բացեց առաջին զրույցը, բջջային հեռախոսի էկրանը լուսավորում էր նրա գունատ դեմքը մեքենայի մտնեցված ներսում։ Ամեն ինչ պատրաստ է 28-ի համար։ Եղանակի կանխատեսո։ ՄՄ հաստատում է ուժեղ անձրներ լեռներում։ Կատարյալ է մեր պլանավորածի համար։ Ռուբենի պատասխանը անմիջապես ներքում էր։ Ես ամեն ինչ պատրաստում եմ։ Նա ոչինչ չի կասկածում։ Ավելի ու ավելի կախված է ինձանից։ Մարինեն զգաց, որ լեղին բարձրանում է կոկորդից։ Ձեռքերն այնքան էին դողում, որ գրեթե գցեց հեռախոսը։ Նա շարունակեց կարդալ, անկարող դադարելու, նույնիսկ եթե յուրաքանչյուր բառ դանակի հարվածի պես էր։ Համոզված ես, որ նա չի կարողանա մենակ դուրս գալ մեքենայից, հարցրեց Կեն։ Բացարձակապես։ Ես կանջատեմ բռնկման համակարգը։ Եվ 8 ամսական հղի, փոթորկի մեջ, առանց մոտակա ապաստանի։ Բնությունը կանի մեր գործը։ Երբ նրանք գտնեն, եթե գտնեն, դա կթվա որպես դժբախտ պատահար։ Նա պնդեց դուրս գալ փոթորկի ժամանակ, ես փորձեցի կանգնեցնել, բայց նա համառ է։ Սա կլինի պատմությունը։ Մարինեն ստիպված էր մի պահ դադարեցնել ընթերցանությունը։ Այն կծկումը, որը հարվածեց նրան, այնքան ուժեղ էր, որ նա բղավեց, կորանալով իր մարմնի վրա։ Ցավը ֆիզիկական էր, էմոցիոնալ, անբաժանելիորեն միահյուսված։ Երբ նա կարողացավ նորից շունչ քաշել, նորից նայեց հեռախոսին, իմանալով, որ պետք է ամեն ինչ տեսնի, հասկանա դավաճանության չափը։ Կային լուսանկարներ։ Շատ լուսանկարներ։ Ռուբենը շիկահեր կնոջ հետ, վստահ ժպիտով։ Գրկախառնված ռեստորաններում, որոնք Մարինեն ճանաչում էր Ծաղկաձորից Երանից։ Միասին պառկած անկողնում, որը հստակորեն լեռան տան անկողինը չէր։ Պատկերները ամիսներ առաջվա էին, ոմանք ավելի քան 1 տարի առաջվա։ Մինչ Մարինեն հղի էր, սրտխառնոցով, ընտանեկան երազանքներ կառուցելով, Ռուբենը զուգահեռ կյանք էր վարում։
բայց ամենավատը դեռ առջում էր։ Մարինեն գտավ հաղորդագրություններ փողի մասին։ Պլանավորված փոխանցումներ հարկային դրախտների հաշիվներին։ Ռուբենը Գեյի հետ քննարկում էր, թե ինչպես լուծարել իր ակտիվները, կասկածներ չառաջացնելով։ Հիշատակվում էին Փարիզի ավիատոմսեր, գնված մարտի 30-ի համար, նրան լքելու պլանավորված ամսաթվից ընդամենը 2 օր հետո։ Երբ փոշին նստի, մենք հեռու կլինենք։ Նախ Փարիզ, հետո միգուցե Հռոմ։ Հեռու այս ամենից, բոլոր բարդություններից, գրել էր Ռուբենը հաղորդագրություններից մեկում։ Ինչ բարդություններ։ Երեխան։ Մարինեն պատասխանեց կն ծիծաղող էմոջիով։ Երկուսն էլ։ Բայց հիմնականում ազատությունը։ Պատկերացրեք, այլս ծածնելու կարիք չկա, այ։ Լս չպետք է տանել նրա բողոքները սրտխառնոցի, մեջքի ցավերի, մանկական սենյակի ձավորման մասին։ Պատկերացրեք մեզ երկուսս բավականաչափ փողով, տարիներով լավ ապրելու համար։ Մարինեն զգաց, կարծես անվերջ անդունդ էր ընկնում։ Այն մարդը, ում նա սիրում էր իր կրած երեխայի հայրը, ոչ միայն պլանավորում էր լքել իրեն, ապրելու մեկ ուրիշի հետ, այլ մանրակրկիտ մշակել էր մի իրավիճակ, որը կարող էր սարսափելի հետանքներ ունենալ։ Նրա խոսքերի սառնությունը, հաշվարկը, մարդկայնության լիակատար բացակայությունը ցնցող էին։ Մեկ այլ կծկում։ Մարինեն ցավագար հառաչեց։ Ջրերը պայթել էին, նա սարսափով հասկացավ։ Տաք հեղուկը թրջեց մեքենայի նստատեղը։ Ծննդաբերությունը իրականում սկսվում էր, նա լիովին մենակ էր, լքված, դավաճանված, փոթորկի մեջ, լեռնային ամենամեկուսացված շրջանում։ Օգնություն, շշնջաց նա դատարկության մեջ։ Որը մեկը օգնի ինձ, խնդրում եմ։ Բայց ոչ ոք չկար։ Անձրը շարունակում էր տեղալ, հիմա ուղեկցվելով ամպրոպներով, որոնք արձագանքում էին լեռներում։ Քամին ցնցում էր մեքենան, ստիպելով նրան թեթակի ճոճվել։ Մեքենայի ներսում ջեր։ Մաստիճանը սկսեց իջնել։ Առանց միացված շարժիչի, առանց ջեռուցման, խոնավությունն ու ցուրտը ներթափանցում էին բոլոր ճեղքերից։ Մարինեն փորձեց գիտակից մնալ, փորձեց ուժեղ մնալ երեխայի համար։ Նա պետք է մտածեր, պետք է ելք գտներ։ Նա նորից նայեց բջջային հեռախոսին։ Ազդանշան կար, թե թույլ, ընդամենը մի տատանվող գիծ։ Նա կարող էր օգնություն կանչել, բայց ում։ Ոստիկանությանը։ Փրկարար ծառայությանը։ Որքան ժամանակ կպահանջվեր նրանց հասնել այնտեղ, եթե նրանք կարողանային գտնել նրան։ Դողացող մատներով Մարինեն սկսեց համար հավաքել։ Իր քրոջ, Ֆերնանդայի համարը, ով ապրում էր Աբովյանում։ Բայց մինչ նա կավարտեր զանգը, մեկ այլ կծկում ստիպեց նրան գցել հեռախոսը։ Ցավն անտանելի էր հիմա, ավելի ու ավելի մոտ ալիքներով։ Նա մտնում էր ծննդաբերության առաջադեմ փուլ, նա ոչինչ չէր կարող անել դա կանխելու համար։ Մինչ Մարինեն պայքարում էր գոյատման համար լքված մեքենայի ներսում, ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Թովմաս անունով մի մարդ զգուշորեն մեքենա էր վարում հիմնական ճանապարհով։ 52 տարեկան Թովմասը արագածոտնի։ Մարզի ազգային պարկի անտառապահն էր ավելի քան 20 տարի։ Նա ճանաչում էր այդ լեռները, ինչպես իր ձեռքի ափը, յուրաքանչյուր արահետ, յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր աղբյուր։ Այդ կեսօրին Թովմասին կանչել էին ստուգելու պարկում տեղակայված արտակարգ ապաստանները, ապահովելով, որ դրանք հագեցած լինեն պատրաստ, այն դեպքում, եթե որևէ զբոսաշրջիկ կամ բնակիչ ապաստանի կարիք ունենա փոթորկի ժամանակ։ Նա վերադառնում էր պահակակետ, երբ որոշեց շեղվել 5-րդական ճանապարհով, ցանկանալով ստուգել, թե արդյոք որևէ ծառ ընկել է, արգելափակելով անցումը։ Տեսանելիությունը սարսափելի էր, անձրը ամեն ինչ վերածում էր մոխրագույն վարագույրի։ Թովմասը դանդաղ էր վարում, իր ջիպի լուսարձակները կտրում էին կեսօրվա վաղ մթությունը։ Հենց այդ ժամանակ նա տեսավ մի բան, որը ստիպեց իր սիրտը սեղմվել։ Մի մեքենայի ուրվագից կայանված բացատում, մասամբ թաքնված բուսականության անձրի վարագույրի հետում։ Դա ճիշտ չէր։ Ոչ ոք չէր կանգնի այնտեղ, այդ հեռավոր վայրում, նման փոթորկի ժամանակ, եթե ինչ-որ բան շատ սխալ չլիներ։ Թովմասը վերցրեց իր հզոր լապտերը, իջավ ջիպից, անձրանոցը քիչ էր պաշտպանում նրան փոթորկից։ Նա մոտեցավ արծաթագույն ամենագնացին, լապտերով լուսավորելով ներսը։ Այն, ինչ տեսավ, ստիպեց իր առաջին օգնության մարզումը անմիջապես գործի դնել։ Կար մի կին ուղորի նստատեղին, հստակորեն հղի, կորացած իր վրա, դեմքը ցավից աղավաղված։ Թովմասը թակեց ապակին։ Տիկին, կարող եք լսել ինձ։
Ես կօգնեմ ձեզ։ Մարինեն բարձրացրեց աչքերը, Թովմասը տեսավ այնտեղ այնպիսի խորը սարսափ, որը վախեցրեց նրան։ Նա փորձեց հասնել դռան կողպեքին, բայց նրա ձեռքերն այնքան էին դողում։ Թովմասը փորձեց բացել դրսից, բայց այն փակ էր։ Առանց վարանելու նա վերցրեց արտակարգ մուրճը, որը միշտ կրում էր գոտու վրա, կոտրեց հետի պատուհանի ապակին, զգուշանալով, որ չհարվածի կնոջը։ Ներսից դուռը բացելով, Թովմասը բացեց մտավ մեքենա, ծնկի իջնելով Մարինեի կողքին։ Անմիջապես նա գնահատեց իրավիճակը, անտառում տարիների ընթացքում մի քանի արտակարգ ծննդաբերությունների ժամանակ օգնելու փորձով։ Ջրերը պայթել էին, գծկումները շատ մոտ էին։ Ժամանակ չկար նրան որտեղ տանելու մինչ երեխայի ծնվելը։ Իմ անունը Թովմաս է, ես անտառապահ եմ։ Ես ձեզ կհանեմ այստեղից, լսում եք ինձ, ասաց նա հանգիստ, բայց ամուր ձայնով։ Նա ինձ թողեց այստեղ, Մարինեն կարողացավ ասել սեղմված ատամների միջով։ Դա միտումնավոր էր։ Նա ուզում էր, որ ես։ Դրա մասին հետո կխոսենք։ Հիմա ես պետք է ձեզ տանեմ ապահով վայր։ Այստեղից 15 րոպե հեռավորության վրա ապաստան կա։ Կարող եք դիմանալ։ Մարինեն թույլ գլխով արեց։ Թովմասը չափազանց զգույշ օգնեց նրան դուրս գալ մեքենայից, ծածկելով իր սեփական անձրանոցով։ Նա նրան տարավ ջիպ, հարմարեցնելով հետի նստատեղին, որտեղ մի քանի արտակարգ ծածկոցներ կային։ Մինչ դուրս գալը, Թովմասը արագ վերադարձավ ամենագնացին վերցրեց Մարինեի պայուսակը նստատեղին դրված բջջային հեռախոսը։ Ինչ-որ բան այդ իրավիճակում չէր համապատասխանում, նա գիտեր։ Ամուսինը պարզապես չի լքում իր հղի կնոջը փոթորկի մեջ։ Ապաստան տանող ճանապարհը լարված էր։ Մարինեն ցավից հառաչում էր, բռնելով Թովմասի ձեռքը նստատեղի վրայից ամեն անգամ, երբ գծկում էր գալիս։ Թովմասը վարում էր այնքան արագ, որքան կարող էր, առանց անվտանգությունը խախտելու, ռադիոկապն մյուս ձեռքին, արդեն շտապ բժշկական օգնություն խնդրելով։ Կենտրոն, սա անտառապահ Թովմասն է։ Ես գտա հղի կնոջ, ծննդաբերության առաջադեմ փուլում։ Նրան տանում եմ 32-րդ կիլոմետրի ապաստան։ Անհապաղ բժշկական։ Ուղղաթիռ կամ շտապօգնության մեքենա մանկաբարձուհու հետ եմ խնդրում, ասաց նա ռադիոյով։ Պատասխանը լի էր ստատիկայով։ Թովմաս, փոթորիկը շատ ուժեղ է։ Օդանավը չի կարող օդ բարձրանալ։ Շտապօգնության մեքենան կփորձի հասնել, բայց ճանապարհները բարդ են սողանքների պատճառով։ Դու պետք է անես հնարավորը, մինչ օգնությունը հասնի։ Թովմասը հետադարձ հայելու միջով նայեց Մարինեին։ Նա գունատ էր, քրտնած, հստակորեն շոկի մեջ։ Նա գիտեր, որ դժվար կլինի, բայց ընտրություն չուներ։ Հասկանալի է, կենտրոն։ Ես կանեմ այն, ինչ անհրաժեշտ է։ Ապաստանը պարզ աղյուսե կառույց էր, մեկ հիմնական սենյակով, լոգարանով, փոքր գեներատորով։ Թովմասը համոզված էր, որ այն հագեցած է առաջին օգնության պարագաներով, ջերմային ծածկոցներով։ Երբ նրանք հասան, նա Մարինեին տարավ ներս, արագ միացրեց գեներատորը շարժական էլեկտրական ջեռուցիչը։ Տեղը սկսեց դանդաղ տաքանալ։ Թովմասը պատրաստեց մի տարածք ամենամաքուր ծածկոցներով, որոնք գտավ, ստեղծելով նվազագույնս հարմար տարածք։ Նա դիտել էր ծննդաբերություններ, բայց երբեք մենակ չէր ղեկավարել։ Նա խորը շունչ քաշեց, փորձելով հիշել մարզումը։ Հանգիստ մնա, Թովմաս։ Դու կարող ես։ Նա քո կարիքն ունի։ Մարինե, նայիր ինձ, ասաց նա, ծնկի իջն։ Ելով նրա կողքին։ Դու ուժեղ ես։ Քո երեխան քո ուժեղ լինելու կարիքն ունի հիմա։ Մենք դա միասին կանենք, լավ։ Նա թույլ գլխով արեց, արցունքները գլորվում էին դեմքով, խառնվելով անձրի ջրին, որը դեռ կաթում էր նրա թաց մազերից։ Խնդրում եմ, փրկիր իմ երեխային, աղաչեց նա։ Անկախ նրանից, թե ինչ կպատահի ինձ հետ, փրկիր իմ երեխային։ Ես երկուսին էլ կփրկեմ, խոստացավ Թովմասը այդ պահին, նայելով այդ հուսահատ կնոջ աչքերին, նա իրեն երդվեց, որ կկատարի այդ խոստումը, անկախ նրանից, թե ինչ արժենար։ Հաջորդ ժամերը ամենաինտենսիվն էին, որոնք Թովմասը երբեք զգացել էր անտառում իր 20 տարվա աշխատանքի ընթացքում։ Մարինեն քաջաբար պայքարում էր, բայց հուզական ֆիզիկական հոգնածությունը իր հետքն էր թողնում։ Նա գիտակցության էր գալիս դուրս էր գալիս, անկապ բառեր էր մրմնջում դավաճանության, խաբված լինելու, իր սիրած մարդու կործանումը պլանավորելու մասին։
Թովմասը փորձում էր նրան կենտրոնացնել ներկայի շնչառության գալիք երեխայի վրա։ Նա հնարավորինս լավ իմպրովիզացիա էր անում, ապաստանի փոքր շարժական վառարանի վրա եռացրած ջրով ստերիլ իզացնելով առաջին օգնության հիմնական գործիքները։ Դրսում փոթորիկը մռնչում էր այնպիսի ուժով, որը թվում էր, թե ցանկանում էր պոկել կառույցի տանիքը։ Ամպրոպները ցնցում էին պատերը, կայծակները կարճատ լուսավորում էին ներսը փոքր պատուհանի միջով։ Մարինե, դու պետք է հիմա հրես, հրահանգեց Թովմասը, ձայնը ամուր, չնայած դողացող ձեռքերին։ Հաջորդ կծկման ժամանակ, ողջ ուժով, որ ունես։ Չեմ կարող, լաց էր լինում նա։ Շատ հոգնած եմ։ Այո, դու կարող ես։ Մտածիր քո երեխայի մասին։ Այս փոքրիկը քո կարիքն ունի։ Դու մայր ես, Մարինե։ Եվ մայրերը ամենաուժեղ մարդիկ են, ովքեր գոյություն ունեն։ Թովմասի խոսքերում ինչ-որ բան հասավ Մարինեին խորը մակարդակով։ Նա մտածեց իր կրած երեխայի մասին, մի անմեղ կյանքի, որը մեղք չուներ իր կատարած վատ ընտրությունների, սխալ մարդկանց, ում նա վստահել էր։ Այս երեխան արժանի էր ապրելու, արժանի էր հնարավորություն ունենալու։ Եվ նա կաներ ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ, դա ապահովելու համար։ Մի բղավոցով, որն արձագանքեց ապաստանի պատերին, Մարինեն հրեց ողջ ուժով, որը դեռ մնացել էր իր հյուծված մարմնում։ Թովմասը քաջալերում էր, առաջնորդում, աջակցում։ Եվ հետո, մի պահ, որը թվում էր ժամանակի մեջ կախված, նա լսեց լացը։ Մի ուժեղ, վրդովված, կյանքով լի լաց։ Տղա է։ Թովմասը հայտարարեց, ձայնը հուզմունքից խեղդված։ Մարինե, դու գեղեցիկ տղա ունես։ Արցունքները գլորվում էին Թովմասի դեմքով, մինչ նա արագ մաքրում էր նորածնի շնչուղիները փաթաթում նրան մաքուր ջերմային ծածկոցով։ Երեխան ուժգին լաց էր լինում, փոքրիկ բռունցքները սեղմված, դեմքը կարմիր, վրդովմունքից, որ իրեն հանել էին արգանդի հարմարավետությունից դուրս, քաոսային աշխարհ։ Բայց նա ողջ էր։ Ուժեղ։ Առողջ։ Թովմասը երեխային դրեց Մարինեի դողացող ձեռքերի մեջ։ Նա նայեց որդու փոքրիկ դեմքին զգաց, որ ինչ-որ բան կոտրվեց իր ներսում։ Դա սեր էր, մաքուր ճնշող, բայց նա սուր ցավ այն բանի համար, ինչից այս տղան զրկվել էր դեռ չծնված։ Հայր, ով մերժել էր նրան, ով սարսափելի իրավիճակներ էր պլանավորել առանց որե զղջման։ Իմ որդի, շնջաց նա, համբուրելով փոքրիկ ճակատը։ Իմ փոքրիկ Գաբրիել։ Նա անունը ընտրել էր ամիսներ առաջ, չիմանալով, որ այն նշանակում է Աստծո պատգամաբեր։ Բարի լուրի բերող։ Հիմա դա տեղին էր թվում։ Գաբրիելը նրա երկրորդ հնարավորությունն էր, նրա վերսկիզբը։ Թովմասի ռադիոն կրթկրթաց։ Թովմաս, սա կենտրոնն է։ Շտապօգնության մեքենան կարողացավ անցնել։ Նրանք 10 րոպե հեռավորության վրա են ձեր տեղից։ Թովմասին համակեց թեթացումը։ Ստացված է, կենտրոն։ Մայրն ու երեխան կայուն են։ Հաջող ծննդաբերություն, բայց անհրաժեշտ է շտապ բժշկական գնահատում։ Երբ շտապօգնության անձնակազմը հասավ, նրանք երկու կին մեկ տղամարդ էին, բոլորը թաց գլխից մինչ ոտքերը, բայց աչքերը փայլում էին պրոֆեսիոնալիզմով վճռականությամբ։ Նրանք արագ գնահատեցին Մարինեին Գաբրիելին, գովեցին Թովմասի աշխատանքը մայր ու որդուն պատրաստեցին տեղափոխման։ Մարինեն բռնեց Թովմասի ձեռքը, մինչ շտապօգնության մեքենա տանելը։ Դուք փրկեցիք մեր կյանքը։ Չգիտեմ, թե ինչպես շնորհակալություն հայտնեմ։ Շնորհակալություն պետք չէ։ Պարզապես հոգ տար այս տղայի մասին երջանիկ եղիր, պատասխանեց Թովմասը, հայրական սիրով սեղմելով նրա ձեռքը։ Շտապօգնության մեքենայում, մինչ շտապօգնության աշխատողները վերահսկում էին նրա Գաբր։ Ելի կենսական նշանները, Մարինեն հակասական զգացմունքների խառնուրդ զգաց։ Թեթացում, անվտանգ լինելու, որ իր որդին լավ է։ Բայց նա զայրույթ, մի բորբոքված զայրույթ Ռուբենի դեմ, այն կնոջ դեմ, ում դեմքը նա տեսել էր լուսանկարներում, այն ամբողջ իրավիճակի դեմ, որում նա հայտնվել էր։ Բուժքույրը նկատեց լարվածությունը Մարինեի դեմքին։ Ցավում է։ Ոչ ֆիզիկական, հանգիստ պատասխանեց Մարինեն։ Բայց ես պետք է խնդրեմ, որ ոստիկանություն կանչվի, երբ հասնենք հիվանդանոց։ Բուժքույրը շփոթված հայացք փոխանակեց գործընկերոջ հետ։ Ինչ-որ բան պատահել է։ Իմ զուգընկերը միտումնավոր լքեց ինձ այդ փոթորկի մեջ։ Ամեն ինչ պլանավորված էր։ Ես ապացույցներ ունեմ։ Եվ Մարինեն զարմանալիորեն ամուր ձայնով պատմեց այն ամենը, ինչ հայտնաբերել էր հաղորդագրություններում։
Մինչդեռ Ծաղկաձորի կենտրոնում գտնվող հարմարավետ հյուրանոցում Ռուբենը Կամիլան, կտարի հետում կանգնած կինը, շամպայնով կենաց էին խմում։ Նրանք շքեղ սենյակում էին, վարագույրները փակ, դրսի փոթորկից։ Հեռուստացույցը միացված էր լուրերի ալիքով, բայց ձայնը ցածր էր, պարզապես ֆոնայի։ Շեղում։ Վաղը այս ժամին մենք Փարիզի ճանապարհին կլինենք, ասաց Կամիլան, իր բարակ արահար մարմինը ծույլորեն ձգած թագավորական մահճակալի վրա։ Հեռու այս ամենից։ Ռուբենը նայում էր վարագույրների արանքից, դիտելով, թե ինչպես է անձրը տեղում պատմական քաղաքի վրա։ Նրա դեմքին մի արտահայտություն կար, որը Կամիլան չէր կարող լիովին վերծանել։ Արդյոք թեթացում էր։ Զղջում։ Վա։ Դու նրան խղճում ես, հարցրեց Կամիլան, նրա ձայնում թույլ-թույն կար։ Ոչ, ստեց Ռուբենը, շրջվելով դեպի նա, հարկադրական ժպիտով։ Պարզապես մտածում եմ մեր նոր կյանքի մասին։ Բայց դա սուտ էր։ Ռուբենը մտածում էր Մարինեի մասին, պատկերացնելով, թե արդյոք նա դեռ ողջ է, արդյոք կարողացել է ինչ-որ կերպ պաշտպանվել փոթորկից։ Նրա մի մասը, այն մասերը, որոնք դեռ պահպանում էին մարդկայնության մնացորդներ, գաղտնիորեն հույս ուներ, որ այո։ Բայց մյուս մասը, այն ագահ եսասեր մասը, որը պլանավորել էր ամբողջ այդ իրավիճակը, ուզում էր, որ նա պարզապես ընդմիշտ անհետանա իր կյանքից։ Նա Կամիլան ծանոթացել էին 1 տարի առաջ, Երանում բիզնես ցուցահանդեսի ժամը։ Նա ներկերի ընկերության վաճառքի ներկայացուցիչ էր, ողջ հմայքով թաքնված հավակնություններով։ Սիրավեպը սկսվեց հենց այդ գիշեր, հյուրանոցի բարում, արագորեն վերածվելով գաղտնի հանդիպումների թանկարժեք հյուրանոցներում միասին ավելի լավ կյանքի խոստումների։ Կամիլան չէր ուզում հավերժ սիրուհի լինել։ Նա ուզում էր տիտղոսը, կնոջ կարգավիճակը, անսահմանափակ հասանելիությունը Ռուբենի փողերին։ Եվ Ռուբենը, ձանձրացած Մարինեից վախեցած հայրության մոտալուտ պատասխանատվությունից, Կամիլայում տեսավ ելք։ Նորից սկսելու հնարավորություն, առանց երեխայի մի կնոջ բարդությունների, ում նա այլս չէր սիրում, եթե երբես սիրել էր։ Պլանը Կամիլայինն էր ի սկզբանե։ Նա էր առաջարկել օգտագործել փոթորիկը, առաջադեմ հղիությունը, լեռան տան մեկուսացումը։ Կատարյալ, ասել էր նա։ Ոչ ոք չի կասկածի։ Գտվա, թե նա պնդել է հիվանդանոց գնալ, դու փորձել ես կանգնեցնել, բայց ի վերջո զիջել ես։ Մեքենան փչացավ ճանապարհի կեսին, դու օգնություն փնտրելու գնացիր։ Երբ վերադարձար, շատ ուշ էր։ Ողբերգական, բայց նման բաներ պատահում են։ Ռուբենը սկզբում արանել էր, բայց Կամիլան հստակ գիտեր, թե ինչպես մանիպուլյացիայի ենթարկել նրան։ Նա խոստացավ հավերժ սեր, արկածներ աշխարհով մեկ, բացարձակ ազատություն։ Եվ նա, թույլ եսասեր, համաձայնեց։ Հիմա հյուրանոցում Ռուբենն իրեն էլ ավելի շամպայն լցրեց, փորձելով խեղդել խղճի ձայնը, որը պնդում էր շշնջալ, որ նա անցել էր մի գիծ, որից հետդարձ չկար։ Կամիլան մոտեցավ նրան հետից, ձեռքերը փաթաթելով նրա իրանին։ Դադարիր այդքան մտածել։ Մի քանի օրից այս ամենը պարզապես հեռավոր հիշողություն կլինի։ Բայց Ռուբենը չգիտեր, որ հենց այդ պահին, ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Ծաղկաձորի քաղաքային հիվանդանոցում, Մարինեն ամեն ինչ պատմում էր քննիչ Հենրիկ Ղարիբյանին։ 50 անց մի մարդ, մոխրագույն մազերով թափանցող աչքերով, ով արդեն ամեն ինչ տեսել էր իր 30 տարվա կարիերայի ընթացքում։ Քննիչ Ղարիբյանը բռնած էր Թովմասի կողմից ամենագնացից վերցրած բջջային հեռախոսը, անցնելով Մարինեի կողմից մարտկոցը սպառվելուց առաջ արված սքրինշոթների միջով։ Նրա դեմքը անտարբեր էր մնում, բայց աչքերը փայլում էին վերահսկվող զայրույթ։ Նա իր կարիերայում շատ չարություն էր տեսել, բայց սա կոնկրետ նյարդ էր շոշափում։ Հղի, խոցելի կին, դավաճանված այն մարդու կողմից, ով պետք է պաշտպաներ նրան։ Մարինե, դու ճիշտ բան արեցիր, ինձ փնտրելով, ասաց նա, ձայնը խորը մխիթարող։ Մենք կարիք կունենանք բնօրինակ հեռախոսը որպես ապացույց, դու ստիպված կլինես պաշտոնական ցուցմունք տալ, բայց հիմնվելով նրա վրա, ինչ դու ինձ ցույց ես տալիս այստեղ, մենք բավարար տարրեր ունենք քրեական հետաքննություն սկսելու համար։ Նա կփախչի, ասաց Մարինեն, ձայնը հանգիստ, բայց ամուր։ Նա Փարիզի տոմսեր է գնել։ Վաղը առավոտյան։ Քննիչ Ղարիբյանը ժպտաց, այդ ժպիտում ինչ-որ գիշատիչ բան կար։ Ոչ, եթե նա չկարողանա հասնել օդանավակայան։ Ձեր թույլտվությամբ ես կկայացնեմ ժամանակավոր կալանավորման օրդեր հարցաքննության համար։
Եվ ես կկասեցնեմ նրա բանկային հաշիվները կանխարգելող միջոցառումներով, մինչ մենք կհետաքննենք յուրացման փորձի հնարավոր հանցագործությունները։ Նա դադարեց, հասկանալով, որ չափազանց ուժեղ բառ էր օգտագործելու իրավիճակի համար, բայց Մարինեն ավարտեց նրա համար. Կարող եք ասել, քննիչ։ Միտումնավոր կերպով ինձ ծայրահեղ ռիսկի իրավիճակի մեջ դնելու փորձ։ Դա է նա արել։ Հենց այդպես։ Ղարիբյանը գլխով արեց։ Եվ մենք արդարություն կիրականացնենք, Մարինե։ Սա ես խոստանում եմ։ Մինչ Մարինեն վերջապես հանգստանում էր հիվանդանոցի սենյակում, Գաբրիելը խաղաղ քնած իր մահճակալի կողքի օրորոցում, արդարադատության մեխանիզմները սկսեցին շարժվել։ Հրամաններ էին տրվում, թիմեր էին մոբիլիզացվում, ռազմավարություններ էին մշակվում։ Դրսի փոթորիկը սկսեց նվազել իր ինտենսիվությամբ, կարծես նույնիսկ բնությունը գիտեր, որ ամենավատը արդեն անցել էր։ Արածակը եկավ, Ծաղկաձորի վրա բերելով մաքուր երկինք։ Փոթորիկն անցել էր, թողնելով թաց փողոցներ, ընկած ծառեր սողանքներ, որոնք դեռ գնահատվում էին արտակարգ իրավիճակների թիմերի կողմից։ Քաղաքը դանդաղ արթնանում էր նոր օրվա համար, չիմանալով, որ մի դրամա էր պատրաստվում ծավալվել նրա պատմական փողոցներում։ Հյուրանոցում Ռուբենը վաղ արթնացավ, չնայ ած վատ էր քնել։ Գիշերային մղձավանջները տանջում էին նրան, Մարինեի պատկերները, որը կորած էր փոթորկի մեջ, կանչում էր նրան, ձեռքերը մեկնում աղերսանքով։ Նա թափահարեց գլուխը, փորձելով հեռացնել տեսիլքները։ Շատ ուշ էր զղջալու համար։ Ինչ արվել էր, արվել էր։ Կամիլան դեռ քնած էր, դեմքը հանգիստ, շիկահեր մազերը ցրված սպիտակ բարձի վրա։ Ռուբենը նայեց նրան, փորձեց դատարկությունից բացի ինչ-որ բան զգալ։ Սեր։ Ցանկություն։ Հանցակցություն։ Ինչ-որ բան կար այնտեղ շաբաթներ առաջ, երբ ամեն ինչ հուզիչ արգելված էր թվում։ Հիմա, առավոտվա կոպիտ լույսի ներքո, նա պարզապես անծանոթ էր թվում, ում հետ նա սարսափելի բան էր կատարել։ Ռուբենը վերցրեց հեռակառավարման վահանակը, միացրեց հեռուստացույցը, դնելով տեղական լուրերի ալիքի վրա։ Պետք էր իմանալ, թե արդյոք լեռներում դժբախտ պատահարի մասին որ է հիշատակում կար, անհետացած մարդկանց մասին որ է զգուշացում։ Առաջին րոպեները պարզապես զեկույցներ էին փոթորկի հասցրած վնասների, արգելափակված ճանապարհների, անօթան ընտանիքների մասին։ Այնուհետ, այն լուրը, որը փլուզեց նրա աշխարհը։ Աղորդավարուհին, միջին տարիքի կին, լուրջ արտահայտությամբ հայտարարեց. 3 կեսօրին Արագածոտնի մարզում դրամատիկ պայմաններում փրկվել է հղի կին։ 32-ամյա Մարինե Սանտոսը գտնվել է ծննդաբերության մեջ, լքված մեքենայի ներսում, տարածաշրջանը պատուհասած ուժեղ փոթորկի ժամանակ։ Անտառապահ Թովմաս Ֆերեյրայի հերոսական գործողության շնորհիվ մայրն ու երեխան լավ են բուժօգնություն են ստանում Ծաղկաձորի քաղաքային հիվանդանոցում։ Էկրանին ցուցադրվում էին շտապօգնության մեքենայի հիվանդանոց հասնելու կադրեր, շտապօգնության աշխատողներ, որոնք տեղափոխում էին Սայլակ, իսկ հետո Մարինեի կարճատ հայացքը, երբ նրան ներս էին տանում, գունատ, բայց հստակորեն ողջ։ Շատ ողջ։ Ռուբենը զգաց, կարծես հարվածել էին իրեն որովայնին։ Հեռակառավարման վահանակը ընկավ նրա ձեռքերից։ Ոչ։ Հնարավոր չէր։ Ինչպես էին նրան գտել։ Այդ վայրը լիովին մեկուսացված էր։ Ոչ ոք չպետք է անցներ այնտեղ փոթորկի ժամանակ։ Պլանը կատարյալ էր։ Ինչ։ Կամիլայի քնկոտ ձայնը եկավ նրա կողքից։ Նա նստեց անկողնում, աչքերը շփելով։ Ինչ պատահեց։ Ռուբենը չէր կարողանում խոսել։ Պարզապես մատնացույց արեց հեռուստացույցը։ Զեկույցը շարունակվում էր։ Հիմա ցուցադրելով հարցազրույց անտառապահ Թովմասի հետ։ Մոխրագույն մազերով մարդը հանգիստ խոսում էր թղթակցի հետ, պատմելով, թե ինչպես էր պատահաբար գտել Մարինեին ապաստանների ստուգման շրջայցի ժամանակ։ Դա աստվածային միջամտություն էր այդ պահին այդ վայրում լինելը, Թովմասն ասում էր լրագրողին։ Եվս մի քանի րոպե, իրավիճակը կարող էր շատ այլ լինել։ Բայց կարևորն այն է, որ մայրն ու երեխան լավ են։ Այս տղան մարտիկ է, ծնվել է պայքարելով։ Կամիլան գունատվեց։ Արյունը նրա դեմքից այնքան արագ հեռացավ, որ նա գրեթե թափանցիկ դարձավ։ Նա ողջ է, շշնջաց նա, նրա ձայնում ինչ-որ բան կար, մոտ խուճապի։ Ռուբեն, նա ողջ է։ Ես տեսնում եմ Կամիլա, Ռուբենը գրեթե բղավեց, բարձրանալով անկողնուց սկսելով քայլել սենյակում այս ու այն կողմ։ Ինչպես դա պատահեց։
Ինչպես նրան գտավ մեկը այդ վայրում։ Զեկույցը շարունակվում էր։ Հիմա հաղորդավարուհին ավելի լուրջ տոն ստացավ։ Ոստիկանության տվյալներով Մարինե Սանտոսի լքման հանգամանքները հետաքննվում են։ Տուժողի զուգընկեր Ռուբեն Ալմեյդան դեռ չի հայտնաբերվել պարզաբանումներ տալու համար։ Նրանք քեզ են փնտրում, Կամիլան բռնեց Ռուբենի ձեռքը, եղունգները խրելով նրա մաշկի մեջ։ Ռուբեն, ոստիկանությունը քեզ է փնտրում։ Ռուբենի միտքը կատաղի կերպով աշխատում էր։ Նրանք պետք է անմիջապես հեռանային այնտեղից։ Տոմսերը առավոտյան 11-ին էին, դեռ 4 ժամ կար։ Նրանք կվերցնեին իրենց իրերը անմիջապես կգնային օդանավակայան։ Երբ երկրից դուրս լինեին, ապահով կլինեին։ Մարինեն ոչ մի կոնկրետ ապացույց չուներ, դա նրա խոսքն էր, նրա դեմ։ Նա կարող էր պնդել, որ նա պնդել է հիվանդանոց գնալ, որ ինքը փորձել է կանգնեցնել, որ մեքենան իսկապես փչացել է, ինքը գնացել է օգնություն փնտրելու, բայց կորել է փոթորկի մեջ։ Հանգստացիր, ասաց նա, փորձելով վերահսկել իր սեփական արագացած շնչառությունը։ Մենք դեռ կարող ենք դա անել։ Եկեք հենց հիմա գնանք օդանավակայան։ Նստենք առաջին հասանելի չվերթը, անկախ նրանից, թե ուր։ Կամիլան արդեն հագուստներ էր գցում ճամպրուկի մեջ։ Ձեռքերը դողալով։ Նա այլս չէր նմանվում այն վստահ հաշվարկող կնոջը, ով սառնասրտորեն պլանավորել էր յուրաքանչյուր մանրուք օրեր առաջ։ Հիմա նա պարզապես վախեցած մարդ էր, հասկանալով, որ իր գործողությունների հետանքները պատրաստվում էին հասնել նրան։ Նրանք արագ հագնվեցին, վերցրեցին պայուսակներն ու ճամպրուկները իջան հյուրանոցի նախասրահ։ Ռուբենը վճարեց հաշիվը կրեդիտ քարտով, փորձելով հանգիստ թվալ, պարզապես մեկ հյուր, ով հեռանում էր բիզնես մնալուց հետո։ Ընդունարանի աշխատակիցը, առավելագույնը 25 տարեկան երիտասարդ, նույնիսկ աչքերը չբարձրացրեց համակարգչի էկրանից։ Բայց դրսում շրջափակումն արդեն փակվում էր։ Քննիչ Ղարիբյանը Ռուբենի կրեդիտ քարտի վերջին շարժերը հետելուց հետո հայտնաբերել էր հյուրանոցը։ Նա թիմի հետ ճանապարհին էր, շչակները անջատված, կասկածյալին չզգուշացնելու համար։ Ռազմավարությունը պարզ էր։ Հասնել, տեղորոշել, կալանավորել հարցաքննության համար։ Ռուբենը Կամիլան մտան նրա ամենագնացը, երկրորդ մեքենան, որը նա պահում էր հյուրանոցի ավտոտնակում։ Ռուբենը միացրեց շարժիչը, ձեռքերը այնքան ուժեղ սեղմելով ղեկը, որ մատների ոսկորները սպիտակեցին։ Նա մեքենան դուրս բերեց ստորգետնյա կայանատեղից, դուրս գալով Ծաղկաձորի Արոտ փողոց։ Քաղաքը բուռն էր, հինգշաբթի առավոտվա սովորական երթևեկությունը։ Ռուբենը շարժվեց դեպի այն ճանապարհը, որը կտաներ դեպի Երան Սան Մայրուղի, իսկ հետո Երանի միջազգային օդանավակայան։ Յուրաքանչյուր կարմիր լուսացույց տանջանք էր, յուրաքանչյուր անցնող ոստիկանական մեքենա ստիպում էր նրա սիրտը արագ բաբախել։ Կամիլան լուռ էր, հայացքը հառած արջին, ձեռքերը միահյուսված ծնկներին։ Արցունքներ էին հոսում նրա դեմքով, մաքրելով դիմահարդարումը։ Ռուբեն, ինչ ենք անելու, եթե մեզ կանգնեցնեն։ Չեն կանգնեցնի մեզ։ Նրանք դեռ ոչ մի կոնկրետ բան չգիտեն, պատասխանեց Ռուբենը, բայց ձայնը համոզմունք չէր պարունակում։ Մինչդեռ հիվանդանոցում Մարինեն նստած էր անկողնում, Գաբրիելը գրկին։ Երեխան խաղաղ կերպ։ Ով կաթ էր ուտում, անտարբեր իր շուրջը ծավալվող դրամայի նկատմամբ։ Քննիչ Ղարիբյանը նրա հետ էր, քարտուղարուհու հետ միասին, ով գրի էր առնում պաշտոնական ցուցմունքի յուրաքանչյուր բառը։ Մարինեն ամեն ինչ պատմեց սկզբից։ Թե ինչպես էր Ռուբենը պնդել դուրս գալ փոթորկի ժամանակ, չնայած զգուշացումներին։ Թե ինչպես էր նա սխալ ճանապարհ ընտրել, անտեսելով նրա առարկությունները։ Թե ինչպես էր նա շարժիչի հետ խաղացել, ծածնելով զարմանք, երբ մեքենան այլևս չէր գործարկվում։ Թե ինչպես էր նա հանել մատանին դրել վահանակի վրա, մինչ հեռանալը, առանց հետ նայելու քայլելով դեպի փոթորիկ։ Եվ հետո ես գտա բջջային հեռախոսը, ասաց Մարինեն, ձայնը ամուր, չնայած աչքերում փայլող արցունքներին։ Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ ամեն ինչ պլանավորված էր։ Յուրաքանչյուր մանրուք։ Նա ուզում էր, որ ես անհետանամ։ Ես իմ որդին։ Քննիչը լրջորեն գլխով արեց։ Մենք մասնագետներ ունենք, ովքեր հենց հիմա վերլուծում են բջջային հեռախոսը։ Հաղորդագրությունները, գտնվելու վայրի պատմությունները, բանկային գործարքները, ամեն ինչ կօգտագործվի որպես ապացույց։ Ռուբ Էնը նրա հանցակիցը պատասխան կտան իրենց արածի համար։ Ֆերնանդան, Մարինեի կրտսեր քույրը, նստած էր անկողնում մյուս կողմում, բռնելով նրա ձեռքը։
Ֆերնանդան Աբովյանից էր եկել հենց լուրը իմանալուն պես, խելագարի պես մեքենա վարելով լեռան դեռ վտանգավոր ճանապարհներով։ Նա 2 տարով փոքր էր Մարինեից, նմանատիպ դեմքի գծերով, բայց լիովին հակառակ բնավորությամբ։ Այնտեղ, որտեղ Մարինեն հանգիստ էր վստահ, Ֆերնանդան պայթուցիկ էր պաշտպանող։ Երբ ես բռնեմ այդ սրիկային, Ֆերնանդան մրմնջում էր սեղմված ատամների միջով։ Ինչպես համարձակվեց նա։ Ինչպես համարձակվեց։ Ֆերնանդա, մի օգնիր, հանգիստ ասաց Մարինեն։ Արդարությունը կհոգա նրա մասին։ Բայց ներսից Մարինեն նույնպես զայրույթ էր զգում։ Մի բորբոքված արդարացված զայրույթ այն մարդու դեմ, ով դավաճանել էր իր վստահությունը ամենադաժան ձով։ Նա նայեց Գաբրիելին, իր որդու կատարյալ դեմքին, լուր երդվեց, որ կանի ամեն ինչ ապահովելու համար, որ Ռուբենը վճարի այն բանի համար, ինչ փորձել էր անել։ Քննիչի բջջային հեռախոսը զնգաց։ Նա արագ պատասխանեց, մի քանի ակնթարթ լուր լսելով։ Այո։ Հասկանալի է։ Պահպանեք դիրքը, սպասեք իմ ժամանմանը։ Նա անջատեց նայեց Մարինեին։ Մենք տեղորոշեցինք Ռուբենին։ Նա շարժման մեջ է, Ծաղկաձորից դուրս գալով դեպի Երան։ Ես պետք է հիմա գնամ։ Բռնեք նրան, քննիչ, ասաց Մարինեն, նրա ձայնում պողպատ կար։ Այն բանի համար, ինչ նա փորձեց անել ինձ հետ։ Այն բանի համար, ինչ նա փորձեց անել իմ որդու հետ։ Քննիչ Ղարիբյանը հանդիսավոր գլխով արեց։ Թողեք ինձ։ Նա չի փախչի։ Եվ այդ խոսքերով քննիչը արագ դուրս եկավ սենյակից, արդեն ռադիոյով խոսելով իր թիմի հետ, համակարգելով ընդհատումը։ Որսը պաշտոնապես սկսվել էր։ Երան Սան Մայրուղի տանող լեռան ճանապարհը բուռն էր։ Ռուբենը հնարավորության դեպքում շրջանցում էր մեքենաները, անտեսելով արագության սահմանափակումները, քրտնած ձեռքերը սահում էին ղեկից։ Կամիլան լուր էր նրա կողքին, դեմքը շրջված պատուհանին, տեսնելով, թե ինչպես է լեռնային բնապատկերը մշուշոտ անցնում։ Երբ նրանք մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա էին դաշնային մայրուղու հետ հատումից, Ռուբենը հեռվից տեսավ շչակների լույսերը։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Արդյո՞ք դրանք պարզապես պարեկային մեքենաներ էին սովորական բլիցի ժամանակ։ Թե՞ նրանք հատուկ իրեն էին փնտրում։ Նա դանդաղեցրեց արագությունը, փորձելով անտարբեր թվալ։ Կային 3 դաշնային ճանապարհային ոստիկանության մեքենաներ, որոնք մասամբ արգելափակում էին երթևեկությունը, կոներով ուղղորդելով երթևեկությունը։ Ոստիկանները, անդրադարձնող ժիլետներով, ազդանշան էին տալիս վարորդներին դանդաղել։ Երբ ամենագնացը մոտեցավ, ոստիկաններից մեկը ազդանշան տվեց Ռուբենին լիովին կանգնել։ Նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա համոզված էր, որ կարող էր լսվել։ Նա բացեց ապակին, փորձելով ժպտալ։ Բարի առավոտ, սպա։ Ինչ-որ խնդիր կա։ Ոստիկանը, առավելագույնը 30 տարեկան երիտասարդ, նայեց նրան չեզոք արտահայտությամբ։ Փաստաթղթեր, խնդրում եմ։ Ռուբենը վարորդական վկայականը վերցրեց թեթակի դողացող ձեռքերով։ Հանձնեց ոստիկանին, ով կարճատ նայեց նրան նախքան պարեկային մեքենա գնալը, ռադիոյով ինչ-որ բան ասելը։ Ռուբենը տեսավ, թե ինչպես ոստիկանը նայեց մի լուսանկարի պլանշետի վրա, որը նրան ցույց տվեց մեկ այլ սպա, ապա նորից նայեց Ռուբենին։ Հենց այդ պահին Ռուբենը հասկացավ։ Նրանք գիտեին, թե ով է ինքը։ Թակարդը փակվել էր։ Պարոն Ռուբեն Ալմեյդա, խնդրում եմ, անջատեք շարժիչը, դուրս եկեք մեքենայից, ասաց ոստիկանը, ձեռքը հանգիստ դրած ատրճանակի պատյանին։ Մեկ վայրկյան Ռուբենը մտածեց հնազանդվելու մասին։ Դուրս գալ, դիմակայել հետանքներին, փորձել բացատրել։ Բայց հետո նայեց Կամիլային, տեսավ բացարձակ խուճապ նրա աչքերում, ինչ-որ բան իր ներսում կոտրվեց։ Նա չէր պատրաստվում ձերբակալվել։ Ոչ այսպես։ Ոչ հիմա։ Հանկարծակի շարժումով Ռուբենը ուժեղ սեղմեց արագացուցիչը։ Ամենագնացը մռնչոցով շարժվեց, անվադողերը ջռացին ասֆալտի վրա։ Նա շրջանցեց կոները, անցավ պարեկային մեքենաներից մեկի կողքով, լսելով ոստիկանների բղավոցները շչակների սկիզբը։ Ռուբեն, ինչ ես անում, բղավեց Կամիլան, բռնվելով վահանակից։ Ռուբենը չպատասխանեց։ Նա լիովին կենտրոնացած էր արջի ճանապարհի վրա, վտանգավոր արագությամբ վարելով ոլորապտույտ ճանապարհով։ Հետադարձ հայելու միջով նա տեսնում էր պարեկային մեքենաները, որոնք շրջվում էին, սկսում հետապնդումը, շչակները արձագանքում էին լեռներ։ Ում
Հետապնդումը կատաղի էր։ Ռուբենը ճանաչում էր այդ ճանապարհը, նա հարյուրավոր անգամներ էր վարել դրանով։ Նա արագացնում էր ուղիղ հատվածներում, կտրուկ արգելակում էր շրջադարձերում, վտանգավոր կերպով շրջանցում էր այլ մեքենաներ։ Նրա հետից պարեկային մեքենաները պահպանում էին հեռավորությունը, ռադիոյով համակարգելով, ուժեղացումներ խնդրելով։ Կամիլան հիմա բացահայտ լաց էր լինում, անհասկանալի աղերսանքներ դուրս գալով նրա բերանից։ «Կանգնիր, Ռուբեն։ Դու մեզ կսպանես։ Խնդրում եմ»։ Բայց Ռուբենն արդեն տրամաբանությունից դուրս էր։ Վախը, ադրենալինը, հուսահատությունը լիովին տիրել էին նրան։ Նա պարզապես մտածում էր փախչելու, օդանավակայան հասնելու, այդ ինքնաթիռը նստելու մասին։ Եթե կարողանար երկրից դուրս գալ, ամեն ինչ լավ կլիներ։ Պետք է լավ լիներ։ Առաջ, մեկ այլ արգելափակում էր արագ տեղադրվել։ Քննիչ Ղարիբյանը այնտեղ էր անձամբ, համակարգելով գործողությունը։ Երբ ռադիոն կրթկրթաց այն լուրով, որ կասկածյալը կոտրել էր առաջին արգելափակումը, փախուստի էր դիմել, նա հանգիստ մնաց։ Պատրաստեք արգելապատնեշը։ Երբ նա հասնի, ուզում եմ, որ բոլորը դիրքերում լինեն, բայց ոչ ոք անհարկի չի ռիսկի դիմում։ Առաջնահերթությունը անցումը կանխելն է, առանց վիրավորների։ Ռուբենի ամենագնացը շրջադարձում հայտնվեց բարձր արագությամբ։ Նա տեսավ արգելափակումը առջում, տեսավ, որ այն ավելի ամուր էր, քան նախորդը, ավելի շատ պարեկային մեքենաներով, ոստիկաններով։ Եվ տեսավ, որ անցում չկար։ Բայց արգելակելու փոխարեն, ինչ-որ խելագար բան տիրեց նրան։ Ռուբենն էլ ավելի արագացրեց, թիրախավորելով երկու պարեկային մեքենաների մեջ ընկած նեղ տարածությունը։ Եթե կարողանար այնտեղով անցնել, ազատ ճանապարհ կունենար դեպի դաշնային մայրուղի։ Ոչ, բղավեց Կամիլան, ձեռքերով ծածկելով դեմքը։ Ամենագնացը բարձր արագությամբ հարվածեց արգելափակմանը։ Հարվածը ահռելի էր։ Պարեկային մեքենաներից մեկի հետի մասը հարված ստացավ, պտտվելով։ Ամենագնացը անցավ կողքով, կորցնելով կողային հայելին, մեքենայի կողմը քերծվելով մետաղին։ Ռուբենը կարողացավ վերահսկել մեքենան մաքուր բնազդով, նորից արագացնելով հենց խոչընդոտը անցնելուն պես։ Նրա հետից բացարձակ քաոս։ Ոստիկանները վազում էին, հրամաններ էին բղավում, պարեկային մեքենաները վերակազմավորվում էին հետապնդումը վերսկսելու համար։ Քննիչ Ղարիբյանը հարվածեց իր սեփական պարեկային մեքենայի կապոտին հիասթափությունից։ Նա փախավ։ Ինչպես նրան հաջողվեց փախչել։ Բայց Ռուբենի բախտը մոտենում էր վերջին։ Լեռան իջվածքը ավարտվում էր Երան-Սան մայրուղի մուտքի խաչմերուկում։ Այնտեղ երթևեկությունը ինտենսիվ էր, բեռնատարներն ու մեքենաները պայքարում էին տարածքի համար։ Ռուբենը խաչմերուկ մտավ շատ բարձր արագությամբ, փորձելով սեղմվել մեքենաների մեջ։ Հենց այդ ժամանակ կորցրեց վերահսկողությունը։ Ամենագնացը սահեց, պտտվեց։ Ռուբենը ուժեղ սեղմեց արգելակները, բայց շատ ուշ էր։ Մեքենան կողքով բախվեց բեռնատարին, ապա հետ թռավ պաշտպանիչ պատից։ Անվտանգության բարձիկը պայթեց, ներսը լցնելով սպիտակ փոշիով կտրելով Ռուբենի տեսադաշտը։ Երբ մեքենան վերջապես կանգնեց, այն անցնում էր երթեկելի մասով, ծխելով։ Ռուբենը շփոթված էր, դեմքը այրվում էր այնտեղ, որտեղ հարվածել էր անվտանգության բարձիկը։ Կողքին Կամիլան ցավից հառաչում էր, ձեռքը տարօրինակ անկյունով բռնած։ Շչակները ուժեղանում էին, ավելի ու ավելի մոտ։ Ռուբենը փորձեց բացել դուռը, բայց այն խրված էր հարվածից։ Նա ուժեղ հարվածեց ոտքով, սուր ցավ զգալով ոտնաթաթում։ Դուռը զիջեց, նա դուրս ընկավ, անկայուն քայլելով։ Ոստիկաններն արդեն հասնում էին, իջնելով պարեկային մեքենաներից, զենքերը ուղղած։ Ձեռքերը գլխի վրա։ Հիմա, գետնին։ Ռուբենը շուրջը նայեց որպես անկյուն մղված կենդանի։ Փախչելու տեղ չկար։ Նա շրջապատված էր։ Դանդաղ, զայրույթի պարտության արցունքները դեմքով հոսելով, նա ծնկի իջավ, ապա պառկեց տաք ասֆալտի վրա, ձեռքերը գլխի հետում։ Ոստիկաններն արագ մոտեցան նրան, ամուր ձեռնաշղթաներ դնելով նրա ձեռքերին մեջքի հետում։ Ռուբեն Ալմեիդա, դու ձերբակալված ես։ Մեքենայի մյուս կողմում Կամիլային նույնպես դուրս էին հանում մեքենայից հասած հրշեջները, դեռ ցավից հառաչելով, բայց գիտակից։ Քննիչ Ղարիբյանը ժամանեց մի քանի ակնթարթ անց, դուրս գալով իր պարեկային մեքենայից քայլելով այնտեղ, որտեղ Ռուբենը պառկած էր գետնին, խուզարկվելով։
Քննիչը նայեց նրան, դժվարությամբ զսպված արամարանքի արտահայտությամբ։ Կարծում ես, որ կարող էիր փախչել։ Իմ բանից հետո, ինչ արեցիր։ Քննիչը գլխով արեց։ Դու չունես պատկերացում այն խառնաշփոթի մասին, որը հենց նոր ստեղծեցիր։ Ռուբենին բարձրացրին ոստիկանները կանգնեցրին։ Նրա դեմքը վնասված էր, արյուն էր հոսում հոնքի վերի կտրվածքից։ Բայց ֆիզիկական ցավից վատն այն դանդաղ տանջալից գիտակցումն էր, որ ամեն ինչ ավարտվել էր։ Չէր լինի չվերթ դեպի Փարիզ։ Չէր լինի նոր կյանք։ Չէր լինի ազատություն։ Ես ոչ մի սխալ բան չեմ արել, մրմնջաց նա, իմանալով, որ դա սուտ էր նույնիսկ այն ժամանակ, երբ բառերը դուրս էին գալիս իր բերանից։ Քննիչ Ղարիբյանը դառը ժպտաց։ Տեսնենք, թե ինչ կասի արդարադատությունը դրա մասին։ Եվ հավատացեք, Ռուբեն, արդարադատությունը շատ բան կասի։ Ռուբենին նստեցրին պարեկային մեքենայի հետի մասում։ Ապակու միջով նա տեսավ Կամիլային, ում շտապօգնության աշխատողները օգնություն էին ցուցաբերում, ձեռքը անշարժացվում էր։ Նրա հայացքը կարճատ հանդիպեց նրանին, այն, ինչ Ռուբենը տեսավ այնտեղ, մաքուր ատելություն էր։ Ոչ թե ատելություն, ուղղված Մարինեին կամ իրավիճակին։ Ատելություն, ուղղված իրեն, ձախողելու, իրեն այդ ետի մեջ քաշելու համար։ Պարեկային մեքենան սկսեց շարժվել, Ռուբենին հետ տանելով Ծաղկաձոր, ոստիկանական բաժին, դեպի մի գործընթացի սկիզբը, որը ընդմիշտ կփոխեր նրա կյանքը։ Նա նայեց պատուհանից, հեռվում տեսնելով լեռները, առավոտյան մառախուղով ծածկված։ Այնտեղ, այդ լեռներում, որոնք նա մի ժամանակ այդքան սիրել էր, այն կինն էր, ում նա դավաճանել էր։ Եվ այն որդին, ում նա մերժել էր։ Երկուսն էլ ողջ, երկուսն էլ իր դաժանության վկաներ։ Հիվանդանոցում Մարինեին իրական ժամանակում տեղեկացնում էին իրադարձությունների մասին։ Ֆերնանդան հայտնում էր բջջային հեռախոսով ստացված լուրերը, ոստիկանությունում աշխատող ընկերների թարմացումները, ուղիղ հեռարձակումները սոցիալական ցանցերում։ Նրանք բռնեցին նրան, մահ, ասաց Ֆերնանդան, օգտագործելով մանկության մականունը։ Փորձեց փախչել, բայց մեքենան վթարի ենթարկվեց։ Հիմա ձերբակալված է։ Մարինեն ուրախություն չզգաց։ Հաղթանակ չզգաց։ Միայն խորը հոգնածություն, տխրություն այն ողբերգության համար, որը կարող էր կանխվել, եթե Ռուբենը անկեղծ լիներ, եթե պարզապես ամուսնալուծություն խնդրեր, դաժան բան պլանավորելու փոխարեն։ Նա նայեց Գաբրիելին, ով խաղաղ քնած էր իր գրկում։ Այս տղան երբեք չէր ճանաչի իր հորը։ Նա կմեծանար առանց այդ կերպարի, Մարինեն պետք է բավականաչափ ուժեղ լիներ, լինելու մայր-հայր միաժամանակ։ Բայց մինչ նա նայում էր իր որդու կատարյալ դեմքին, զգաց, որ իր ներսում ուժեղ վճռականություն է աճում։ Նա ուժեղ կլիներ։ Կգոյատեր։ Կզարգանար։ Եվ կապահովեր, որ Գաբրիելը մեծանա, իմանալով, որ սիրված էր առաջին իսկ պահից, որ ցանկալի էր, որ նվեր էր, չնայած իր ծննդի սարսափելի հանգամանքներին։ Թովմասը այդ պահին հայտնվեց սենյակի դռան մոտ, ձեռքին մի համեստ վայրի ծաղիկների փունջ։ Եկա տեսնելու, թե ինչպես են իմ սիրելի հիվանդները, ասաց նա մեղմ ժպիտով։ Մարինեն ժպտաց ի պատասխան, անկեղծորեն ուրախ լինելով տեսնել այն մարդուն, ով փրկել էր իր որդու կյանքը։ Ներս եկեք, պարոն Թովմաս։ Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր հերոսին։ Ես հերոս չեմ, աղջիկս։ Ես պարզապես արեցի այն, ինչ կաներ ցանկացած պարկեշտ մարդ։ Բայց ես շատ ուրախ եմ, որ դուք լավ եք, Թովմասը ծաղիկները դրեց մահճակալի կողքի սեղանի վրա։ Դրված ծաղկամանի մեջ։ Եվ ես լսեցի, որ բռնել են պատասխանատուին։ Դա մխիթարություն բերում է։ Մարինեն մտածեց հարցի մասին։ Դա արդարության զգացում է բերում։ Բայց չի ջնջում այն, ինչ պատահել է։ Չի փոխում այն փաստը, որ ես վստահել եմ սխալ մարդուն։ Թովմասը հասկացողաբար գլխով արեց։ Կյանքը երբեմն դաժան դասեր է տալիս։ Բայց դու ուժեղ ես, Մարինե։ Ես դա տեսա փոթորկի ժամանակ։ Ես տեսա այն ուժը, որը դու ունեիր նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ կորած էր թվում։ Այդ ուժը քեզ այս տղային կառաջնորդի դեպի ավելի լավ ապագա։ 3 ամիս էր անցել լեռներում տեղի ունեցած այդ դրամատիկ օրվանից։ 3 ամիս, որի ընթացքում Մարինեն վերակառուցել էր իր կյանքը քար առ քար, շունչ առ շունչ։ Նա Գաբրիելը ժամանակավորապես տեղափոխվել էին Ֆերնանդայի բնակարան Աբովյանում, մինչ նա կարողանար վերակազմակերպել իր ֆինանսները, գտնել իր սեփական տեղը։
Առաջին օրերն ամենադժվարն էին։ Անքուն գիշերներ ոչ միայն նորածին երեխայի պատճառով, այլ այն հիշողությունների պատճառով, որոնք հետապնդում էին նրան։ Վախը, լքվածության զգացումը, դավաճանությունը։ Արինեն հաճախ արթնանում էր մղձավանջներից, սառը քրտինքով, սիրտը բաբախելով։ Բայց ամեն անգամ, երբ նա նայում էր Գաբրիելին, ուժ էր գտնում շարունակելու համար։ Դատական գործընթացը նախատեսված էր սկսելու։ Ռուբենին Կամիլային մեղադրանք էր առաջադրվել մի շարք հանցագործությունների համար։ Միտումնավոր ռիսկային իրավիճակ պլանավորելը, վտանգի մեջ գտնվող անձին լքելը, խարդախության համար հանցավոր խմբավորում, գույքի յուրացման փորձ։ Դատախազությունը կազմել էր ամուր գործ, հիմնված բջջային հեռախոսի հաղորդագրությունների, ցուցմունքների, տեխնիկական փորձաքննությունների Մարինեի սեփական ցուցմունքի վրա։ Ռուբենը փորձել էր վարձել լավագույն փաստաբաններին, բայց նրա հաշիվները կանխարգելող կերպով սառեցված էին։ Ի վերջո, նրան ներկայացնում էր մի կոմպետենտ, բայց կերծանրաբեռնված հանրային պաշտպան։ Կամիլան նույնպես նմանատիպ իրավիճակում էր, սակայն նրա հոգեբանական վիճակը զգալիորեն վատացել էր։ Նրան ուղեկցում էին հոգեբույժներ, պնդելով անհանգստության դեպրեսիայի նոպաներ։ Դատավարությունը պետք է տեղի ունենար Ծաղկաձորի դատարանում։ Դա մի գործ էր, որը գրավել էր լրատվամիջոցների ուշադրությունը, դառնալով տեղական նույնիսկ ազգային թերթերի հիմնական լուրը։ Փոթորկի մեջ լքված հղի կնոջ պատմությունը, հերոսաբար փրկվածը հիմա դավաճան զուգընկերոջ դեմ արդարություն փնտրողը գրավում էր հանրային երակայությունը։ Դատավար 8 Յան առաջին օրվա առավոտյան Մարինեն վաղ արթնացավ։ Նա խնդրել էր Ֆերնանդային հոգ տանել Գաբրիելի մասին այդ օրը, չցանկանալով երեխային ենթարկել դատարանի լարվածությանը։ Նա հագնվեց պարզապես, սպիտակ բլուզ մուգ տաբատ։ Ոչ մի չափազանցություն, ոչ մի բան, որն անհարկի ուշադրություն կգրավեր։ Նա ուզում էր, որ իր խոսքերը խոսեին իր փոխարեն, ոչ թե իր հագուստը։ Թովմասն առաջարկել էր ուղեկցել նրան, Մարինեն շնորհակալաբար ընդունել էր։ Անտառապահը դարձել էր նրա համար մի տեսակ հայրական կերպար վերջին շաբաթների ընթացքում, պարբերաբար այցելելով նրան, Գաբրիելի համար նվերներ բերելով, քաջալերանքի խոսքեր առաջարկելով, երբ հուսահատությունը սպառնում էր հաղթել։ Նրանք հասան դատարան, գտան լրագրողների հետաքրքրասերների ամբոխ։ Հեռուստատեսային տեսախցիկներ, թղթակիցներ, խոսափողներով, լուսանկարիչներ, որոնք պայքարում էին լավագույն անկյունների համար։ Մարինեն գլուխը բարձր պահեց, անտեսելով իրեն ուղված բղաված հարցերը։ Թովմասը նրբորեն ճանապարհ բացեց խառնաշփոթի միջով, պաշտպանելով նրան իր ամուր ներկայությամբ։ Դատական դահլիճում մտնո։ Լորդը լարված էր։ Մարինեն նստեց դատախազության կողմում, դատախազ Բեատրիս Ներսիսյանի կողքին, 40 անց մի կին, ով հայտնի էր անողոք, բայց արդար լինելու համբավով։ Սենյակի մյուս կողմում, պահակների կողմից բաժանված, նստած էին Ռուբենը, Կամիլան։ Սա առաջին անգամն էր, որ Մարինեն անձամբ տեսնում էր Ռուբենին այդ օրվանից հետո։ Նա նիհար էր, դեմքը գունատ, խորը մուգ շրջանակներ աչքերի տակ։ Նրա հագած կոստյումը լայն էր, կարծես նա քաշ էր կորցրել։ Կարճատ պահով նրանց աչքերը հանդիպեցին։ Մարինեն ինչ-որ բան տեսավ այնտեղ, միգուցե զղջում, միգուցե պարզապես ինքնախղճահարություն։ Նա շեղեց հայացքը։ Կամիլան էլ ավելի վատ էր։ Նրա շիկահեր մազերը, որոնք նախկինում այդքան լավ խնամված էին, անկենդան էին, հավաքված անփույթ պոչ։ Նա հայացքը հառել էր իր արջի սեղանին, ձեռքերը թեթակի դողալով նույնիսկ դեղորայք ընդունելուց հետո։ Դատավորը ներս մտավ, միջին տարիքի մի տղամարդ, դոկտոր Ֆերնանդ Փաշինյան անունով, ով հայտնի էր իր խստությամբ, բայց նա զոհերի նկատմամբ կարեկցանքով։ Բոլորը վեր կացան։ Դատավարությունը սկսվեց։ Դատախազ Բեատրիս ը բացեց հզոր հայտարարությամբ, ժամանակագրական կարգով ներկայացնելով գործի փաստերը։ Նա խոսեց դավաճանության, մանրակրկիտ պլանավորման, մեղադրող հաղորդագրությունների մասին։ Նա մեծ էկրանին ցուցադրեց զրույցների սքրինշոթներ, որպեսզի բոլորը կարողանային տեսնել Ռուբենի Կամիլայի միջ փոխանակված սառը հաշվարկող բառերը։ Հաղորդագրությունները իրարանցում առաջացրին դահլիճում։ Դժգոհության շշուկներ, որոշ ցնցված հառաչանքներ։ Դատավորը մուրճը հարվածեց, կարգուկանոն պահանջելով։ Պաշտպանությունը դոկտոր Անտոն Ֆարմանյանի կողմից ներկայացված փորձեց պնդել, որ հաղորդագրությունները համատեքստից դուրս էին բերված, որ վնաս պատճառելու իրական մտադրություն չկար, պարզապես գրքի թեժության մեջ ասված բառեր, ֆանտազիաներ, առանց իրական կատարման պլանավորման։ Բայց ապացույցները ջնշող էին։
Տեխնիկական փորձագետները ցուցմունք տվեցին մեքենայի սաբոտաժի մասին։ Բռնկման համակարգը դիտավորյալ անջատվել էր այնպես, որ պահանջում էր կոնկրետ մեխանիկական գիտելիքներ։ Ռուբենը փոթորկից օրեր առաջ առցանց ձեռնարկներ էր փնտրել մեքենաներն անջատելու մասին։ Նրա նոթբուքի դիտարկման պատմությունը հաստատում էր դա։ Եղանակային մասնագետները հաստատեցին, որ ուժեղ փոթորկի մասին զգուշացումները լայնորեն տարածված էին օրեր առաջ, անհնարին դարձնելով վտանգների մասին անտեղյակություն պնդելը։ Բանկային հաշիվների գրանցումները ցույց տվեցին կասկածելի փոխանցումներ, ակտիվների լուծարում, ավիատոմսերի գնում։ Ամեն ինչ մատնանշում էր խնամքով կազմակերպված փախուստի պլան։ Բայց ամենաազդեցիկ պահը եղավ, երբ Մարինեին կանչեցին ցուցմունք տալու։ Նա քայլեց դեպի սենյակի արջի մասը, նստեց վկայի աթոռին, ամուր ձայնով երդվեց։ Սենյակում բացարձակ լռություն տիրեց։ Դատախազ Բեատրիսը նրբորեն առաջնորդեց նրան ցուցմունքի միջով։ Մարինեն պատմեց իր պատմությունը սկզբից, այն պահից, երբ ծանոթացել էր Ռուբենի հետ, այն հարաբերությունները, որոնք նրանք կառուցել էին, հղիության բացահայտումը։ Նրա ձայնը միայն մեկ անգամ կոտրվեց, երբ նկարագրեց այն պահը, երբ հասկացավ, որ նա հանել էր մատանին դրել վահանակի վրա։ Դա կարծես դատավճիռ լիներ, ասաց նա, արցունքները լուռ հոսելով դեմքով։ Այդ պահին ես հասկացա, որ նա ինձ համարում էր մեկանգամյա օգտագործման իր։ Ոչ միայն ինձ, այլ մեր որդուն։ Մի կյանք, որը նա օգնել էր ստեղծել, բայց որը հիմա պարզապես անհարմարություն էր, որը պետք է վերացվեր։ Դահլիճը տեսանելիորեն հուզված էր։ Նույնիսկ դատավորը հուզված էր թվում, թե պահպանում էր իր պրոֆեսիոնալ հանգստությունը։ Պաշտպանությունը փորձեց հակահարցաքննել, ենթադրելով, որ Մարինեն կարող էր չափազանցնել դավաճանության զայրույթից, որ միգուցե Ռուբենն իսկապես կորել էր օգնություն փնտրելիս։ Բայց Մարինեն ամուր մնաց, նրա պատասխանները հանգիստ հետողական էին։ Թովմասը նույնպես ցուցմունք տվեց, նկարագրելով այն վիճակը, որում գտել էր Մարինեին, մեքենայի վիճակը, այն հմտությունը, որով բռնկման համակարգը անջատվել էր։ Երբ հարցրին, թե արդյոք նա կարծում էր, որ Մարինեն կգոյատեր ավելի երկար առանց միջամտության, Թովմասը ուղիղ պատասխանեց. Ոչ։ Հիպոթերմիայի սկսվելուն պես ծննդաբերության առաջադեմ փուլում, այդ փոթորկի ժամանակ համապատասխան ապաստանի բացակայության պայմաններում։ Եթե ես այնտեղով չանցնեի հենց այն ժամանակ, երբ անցա, արդյունքը ողբերգական կլիներ։ Դատավարությունը տեց 3 ինտենսիվ օր։ Վկաներ լսվեցին, ապացույցներ մանրակրկիտ ուսումնասիրվեցին, փաստարկներ ներկայացվեցին երկու կողմից։ Կամիլան երկրորդ օրվա ընթացքում խուճապի նոպաներ սկսեց ունենալ, ստիպված էր ժամանակավորապես հեռացվել, վերադառնալով տեսանելիորեն հանգստացված։ Ռուբենը երբեք չնստեց վկայի աթոռին։ Նրա փաստաբանը խորհուրդ տվեց դեմ, վախենալով, որ նրա տարբերակը միայն ավելի շատ անհամապատասխանություններ կստեղծի։ Նա նստած մնաց, գլուխը կախ դատավարության մեծ մասի ընթացքում։ Վերջին օրը եկավ եզրափակիչ ելույթների պահը։ Դատախազ Բեատրիսը վեր կացավ, քայլեց դեպի երդվյալ ատենակալների առջ։ Տիկնայք պարոնայք, սա պարզապես սիրային դավաճանության գործ չէ։ Սա պարզապես մի տղամարդու մասին չէ, ով ընտրեց մեկ այլ կնոջ։ Սա հաշվարկված դաժանության մասին է։ Սա գիտակցաբար մեկ կյանք, իրականում երկու կյանք, ծայրահեղ վտանգի մեջ դնելու մասին է, մաքուր հարմարավետության համար։ Ապացույցները անհերքելի են։ Հաղորդագրությունները հստ ագեն։ Պլանավորումը մանրակրկիտ էր։ Ռուբեն Ալմեյդան, Կամիլա Ֆերեյրան արժանի չեն մեր կարեկցանքին։ Նրանք արժանի են լիակատար պատժին, որը թույլ է տալիս օրենքը։ Պաշտպանությունը իր լավագույնն արեց, մարդկայնացնելու ամբաստանյալներին, խոսելով թուլության պահերի, կրքի ազդեցության տակ կայացված վատ որոշումների մասին։ Բայց դա թույլ փաստարկ էր ապացույցների լեռան դեմ։ Երդվյալ ատենակալները հեռացան խորհրդակցելու։ Սպասումը տանջալից էր։ Մարինեն նստեց դրսի միջանցքում, Թովմասը նրա կողքին, բռնելով նրա ձեռքը։ Ֆերնանդան բերել էր Գաբրիելին, Մարինեն բռնեց նրան, մխիթարություն գտնելով որդու տաք քաշի մեջ։ 2 ժամ անց երդվյալ ատենակալները վերադարձան։ Սենյակը նորից կարգուկանոնի կանչվեց։ Բոլորը վեր կացան, երբ դատավորը ներս մտավ։ Երդվյալ ատենակալները վճիռ կայացրել են, հարցրեց երդվյալ ատենակալների խոսնակը, 60 անց լուրջ տեսքով մի տղամարդ։ Այո, ձեր գերազանցություն, պատասխանեց երդվյալ ատենակալների խոսնակը։
Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ռուբեն Ալմեյդային, որն է երդվյալ ատենակալների վճիռը։ Մեղավոր։ Բոլորը եղադրանքներով։ Մի հավաքական հառաչանք անցավ սենյակով։ Մարինեն փակեց աչքերը, թեթացման արդյունքները հոսելով։ Ռուբենն էլ ավելի խոնարհեց գլուխը, ուսերը կորացած պարտությունից։ Ինչ վերաբերում է ամբաստանյալ Կամիլա Ֆերեյրային։ Մեղավոր։ Բոլոր մեղադրանքներով։ Կամիլան սկսեց կծկվելով լաց լինել, ստիպված լինելով հենվել իր փաստաբանի վրա, որպեսզի չընկնի։ Դատավորը շնորհակալություն հայտնեց երդվյալ ատենակալներին, դատավճիռը նշանակեց հաջորդ շաբաթվա համար։ Բայց բոլորը գիտեին, թե ինչ էր սպասվում։ Հանցագործությունների ծանրության ծանրացնող հանգամանքների հաշվառմամբ դատավճիռը խիստ կլիներ։ Մեկ շաբաթ անց դատական դահլիճը նորից լեփ-լեցուն էր դատավճռի ընթերցման համար։ Մարինեն հիմա ավելի հանգիստ էր, վերջին շաբաթների ադրենալինը տեղը զիջել էր հանգիստ ընդունելությանը։ Կարևոր չէր, թե որն էր ճշգրիտ դատավճիռը, արդարությունը կատարվել էր այն պահին, երբ երդվյալ ատենակալները արտասանեցին մեղավոր բառը։ Դատավոր Ֆերնանդ Փաշինյանը ներս մտավ, ձեռքին դատավճռի փաստաթղթերը։ Բոլորը վեր կացան հարգանքից։ Երբ նա նստեց, խնդրեց, որ բոլորը նույնպես նստեն, սենյակում ծանր լռություն տիրեց։ Ռուբեն Ալմեյդա, Կամիլա Ֆերեյրա, վեր կացեք, հրամայեց դատավորը։ Երկուսն էլ դժվարությամբ վեր կացան։ Ռուբենը հայացքը հառել էր գետնին։ Կամիլան տեսանելիորեն դողում էր։ Դատավորը սկսեց կարդալ։ Դիտարկելով ներկայացված բոլոր ապացույցները, վկաների ցուցմունքները, կատարված արարքների ծանրությունը, հղի ու խոցելի կնոջը առնչվող ծանրացնող հանգամանքները, այս դատարանը Ռուբեն Ալմեյդային դատապարտում է 12 տարվա ազատազրկման, սկզբնական փակ ռեժիմով, գումարած տուժողին բարոյական վնասի համար 500,000 դրամի փոխհատուցում։ Ռուբենը սայթաքեց, ստիպված լինելով հենվել սեղանին։ 12 տարի։ Ավելի քան մեկ տասնամյակ իր կյանքից կորած եսասեր դաժան որոշումների պատճառով։ Ինչ վերաբերում է Կամիլա Ֆերեյրային, շարունակեց դատավորը, հաշվի առնելով նրա ակտիվ մասնակցությունը հանցավոր արարքների պլանավորման կատարման մեջ, այս դատարանը նրան դատապարտում է 10 տարվա ազատազրկման, սկզբնական փակ ռեժիմով, գումարած հիշատակված փոխհատուցման համատեղ վճարում։ Բացի այդ, խորհուրդ եմ տալիս շարունակական հոգեբուժական հսկողություն պատժի կատարման ընթացքում։ Կամիլան փլվեց լացից, ստիպված լինելով հենվել պահակների վրա։ Դատավճիռները խիստ էին, բայց արդար, հաշվի առնելով այն բանի ծանրությունը, ինչ նրանք փորձել էին անել։ Դատավորը մուրճը հարվածեց։ Այս նիստը փակ է։ Թող այս դատավճիռը հիշեցում լինի, որ անձնական հարմարավետության համար կյանքերը վտանգի տակ դնելը լուրջ հետանքներ կունենա Հայաստանի օրենսդրության համաձայն։ Մինչ Ռուբենին Կամիլային պահակները տանում էին, Ռուբենը վերջապես վերջին անգամ նայեց Մարինեին։ Այդ հայացքում այնքան ծանրություն կար, զղջում, ամոթ, միգուցե նույնիսկ ներողություն խնդրելու լուր խնդրանք։ Բայց Մարինեն պարզապես շեղեց հայացքը։ Ոչինչ չկար, որ նա կարող էր ասել կամ անել, որը կջնջեր այն, ինչ նա փորձել էր անել իր Գաբրիելի հետ։ Դատարանի դրսում Մարինեն կարճատ հարցազրույց տվեց անհամբեր սպասող լրագրողներին։ Ես թեթացած եմ, որ արդարությունը կատարվեց։ Այս դատավճիռը չի ջնջում այն տրավման, որը ես ապրեցի, բայց բերում է անհրաժեշտ ավարտ։ Հիմա ես կարող եմ կենտրոնանալ իմ կյանքը վերակառուցելու իմ որդուն սիրո անվտանգության միջավայրում մեծացնելու վրա։ Տեսախցիկները կտտացնում էին, լրագրողները էլ ավելի հարցեր էին բղավում, բայց Թովմասը նրբորեն առաջնորդեց նրան խառնաշփոթից հեռու, տանելով նրան իր մեքենան, որը կայանված էր անվտանգ հեռավորության վրա։ Աբովյան վերադառնալու ճանապարհին Մարինեն լուռ էր, պատուհանից նայելով, մինչ բնապատկերը անցնում էր։ Գաբրիելը խաղաղ քնած էր հետի նստատեղի մանկական նստարանին։ Թովմասը հանգիստ էր վարում, հարգելով նրա լռությունը։ Գիտես, թե ինչն է տարօրինակ, վերջապես ասաց Մարինեն։ Ես կարծում էի, որ երբ դատավճիռը կարդան, ես կզգայի զայրույթ, կամ բավարարվածություն, կամ ինչ-որ ուժեղ հույս։ Բայց ես պարզապես հոգնածություն եմ զգում։ Եվ առաջ շարժվելու հսկայական ցանկություն։ Դա նորմալ է, նրբորեն պատասխանեց Թովմասը։ Դուք տրավմատիկ բան եք ապրել։ Ձեր մարմինն ու միտքը ժամանակի կարիք ունեն ամեն ինչ մշակելու համար։ Բայց դուք ուժեղ եք, Մարինե։ Ավելի ուժեղ, քան պատկերացնում եք։ Չգիտեմ, թե արդյոք այդքան ուժեղ եմ։
Օրեր կան, որ դժվարութ յամբ եմ անկողնուց դուրս գալիս, խոստովանեց նա։ Գիշերներ կան, որ արթնանում եմ քրտնած երազելով, որ դեռ այդ մեքենայում եմ մենակ դրսի փոթորկի հետ։ Բայց դու դուրս ես գալիս անկողնուց։ Դու հոգ ես տանում Գաբրիելի մասին։ Դու գնացիր դատավարությանը դիմակայեցիր քո հարձակվողին։ Սա ուժ է, Մարինե։ Դա այն մասին չէ, որ երբեք չվախենաս կամ երբեք թույլ չզգաս քեզ։ Դա այն մասին է, որ շարունակես նույնիսկ այն ժամանակ, երբ քո ներսում ամեն ինչ ցանկանում է հանձնվել։ Մարինեն նայեց Թովմասին ժպտաց, անկեղծորեն շնորհակալ լինելով, որ այս մարդը կա իր կյանքում։ Շնորհակալ եմ, պարոն Թովմաս։ Ամեն ինչի համար։ Այդ օրը ինձ փրկելու համար, դատավարության ընթացքում իմ կողքին լինելու համար, այս մշտական ներկայությունը լինելու համար, երբ զգում եմ, որ ամեն ինչ փլուզվում է։ Թովմասը մի պահ լռեց, ձեռքերը սեղմելով ղեկը։ Ի վերջո, խորը շունչ քաշեց, կարծես պատրաստվում էր թռիչք կատարել դեպի անհայտություն։ Մարինե, ես պետք է քեզ ինչ-որ բան պատմեմ։ Ինչ-որ բան, որը ես որոշ ժամանակ պահում էի։ Մարինեն շրջվեց դեպի նա, հետաքրքրասեր թեթ։ Ակի անհանգիստ։ Ինչ։ Երբ ես քեզ գտա այդ օրը փոթորկի ժամանակ, երբ առաջին անգամ տեսա քո դեմքը, նույնիսկ ողջ ցավով վախով, ինչ-որ բան կար, որը ինձ ծանոթ թվաց։ Մտածեցի, որ դա պարզապես տպավորություն էր, որ իրավիճակի սթրեսը շփոթեցնում էր ինձ։ Բայց հետո, երբ դու հիվանդանոցում էիր, երբ սկսեցի այցելել քեզ, զգացողությունը միայն ուժեղացավ։ Թովմասը կանգնեցրեց մեքենան ճանապարհի եզրին, անջատեց շարժիչը շրջվեց, լիովին նայելու նրան։ Շատ վաղուց, երբ ես ընդամենը 19 տարեկան էի, ես ծանոթացա մի գեղեցիկ աղջկա հետ, ում անունը Հեղինե էր։ Մենք սիրահարվեցինք, բայց մենք երիտասարդ էինք, վախեցած։ Երբ նա հղիացավ, մենք չգիտեինք, թե ինչպես վարվել։ Ընտանիքները ճնշում էին, այդ ժամանակ ամոթ կար, 80-ականները տարբեր էին։ Հեղինեին ուղարկեցին մեկ այլ նահանգում ապրող մորաքրոջ մոտ։ Ասացին, որ այդպես ավելի լավ է, որ երեխային կորթեգրի մի ընտանիք, որը կարող էր ավելի լավ կյանք տալ։ Մարինեն զգաց, որ իր սիրտը արագանում է, մի անհնար կասկած սկսում էր ձավորվել։ Թովմասը շարունակեց, ձայնը խեղդված։ Ես երբեք չիմացա, տղա է։ Թե աղջիկ։ Երբեք հնարավորություն չունեցա ճանաչելու իմ երեխային։ Ես ապրեցի այս դատարկության հետ 33 տարի։ Թովմասը իր դրամապանակից հանեց մի հին, մաշված լուսանկար։ Դա իմ Հեղինեն էր։ Նա լուսանկարը տվեց Մարինեին։ Նա նայեց զգաց, որ աշխարհը կանգ է առել։ Հին, գունատ լուսանկարում գտնվող կինը գրեթե նույնական էր իրեն։ Նույն աչքերը, նույն դեմքի ձը, նույն առեղծվածային ժպիտը։ Երբ դու հիվանդանոցում էիր, ես բուժքրոջը հարցրի մի քանի հիմնական տեղեկություններ։ Քո ազգանունը, քո տարիքը, որտեղ ես ծնվել։ Ամեն ինչ համընկնում էր։ Մարինե Սանտոս 32 տարեկան, ծնված Գյումրիում, այնտեղ, որտեղ Հեղինեն գնաց ապրելու մորաքրոջ մոտ։ Ես հետազոտություններ արեցի, զուսպ կերպով։ Գտա որդեգրման գրանցումներ։ Եվ հետո իմացա։ Մարինեն չէր կարողանում խոսել, արցունքները լուռ հոսում էին դեմքով։ Մարինե, Թովմասը բռնեց նրա ձեռքերը իր ձեռքերի մեջ, կոշտացած տաք ձեռքեր։ Ես հավատում եմ, ողջ հաստատապես, որ դու իմ դուստրն ես։ Այն դուստրը, ում ես երբեք հնարավորություն չունեցա ճանաչելու։ Այն երեխան, ում կարծում էի, որ ընդմիշտ կորցրել եմ։ Այն արգելքները, որոնք Մարինեն կառուցել էր, բոլոր հուզական պաշտպանությունները, որոնք նրան ուժեղ էին պահել վերջին շաբաթների ընթացքում, միանգամից փլուզվեցին։ Նա գրկեց Թովմասին լաց եղավ, ոչ թե տխրությունից, այլ ճնշող թեթացումից։ Իր ողջ կյանքի ընթացքում նա միայն անորոշորեն էր իմացել իր որդեգրման պատմությունը։ Որդեգրող ծնողները սիրող էին, բայց մահացան դժբախտ պատահարից, երբ նա 20 տարեկան էր։ Այդ ժամանակից ի վեր նա իրեն մենակ էր զգում աշխարհում, առանց արմատների, առանց պատմության։ Պետք է դնդ թեստ անել համոզվելու համար, ասաց Թովմասը, իր ձայնը հուզմունքից կոտրվելով։ Բայց իմ սրտում, ես արդեն գիտեմ պատասխանը։ Ես ճանաչում եմ քեզ, Մարինե։ Ես ճանաչում եմ իմ դստերը։ Այո, Մարինեն կարողացավ ասել հեկեկոցների միջով։ Խնդրում եմ, եկեք թեստ անենք։ Որովհետև ես նույնպես ուզում եմ հավատալ։ Ես ուզում եմ հավատալ, որ ես ոչ միայն իմ կյանքը ստացա հետ, այլ ընտանիք։
2 շաբաթ անց թեստի արդյունքը դրական էր։ Թովմաս Ֆերեյրան, անկասկած, Մարինե Սանտոսի կենսաբանական հայրն էր։ Լուրը բերեց բար. Դհույզերի հեղեղ։ Ուրախություն իհարկե, բայց նա տխրություն կորցրած տարիների, այն մանկության համար, որը կարող էր այլ լինել։ Բայց Մարինեն Թովմասը որոշեցին չկենտրոնանալ կորցրածի վրա։ Փոխարենը, նրանք տոնեցին այն, ինչ գտնվել էր։ Թովմասը պաշտոնապես դարձավ Գաբրիելի պապը, դեր, որը նա ընդունեց հուզիչ ուրախությամբ։ Նա ներկա էր երեխայի զարգացման յուրաքանչյուր փուլում, օգնելով Մարինեին գտնել իր սեփական բնակարանը, ֆինանսապես օգնելով, երբ նա թույլ էր տալիս։ Մարինեն վերադարձավ աշխատանքի որպես ճարտարապետ, վերցնելով ֆրիլանս նախագծեր, որոնք թույլ էին տալիս աշխատել տանից հոգ տանել Գաբրիելի մասին։ Դանդաղ օրեցօր նա վերակառուցեց իր կյանքը ավելի ամուր հիմքերի վրա։ Ինքնասիրության, իսկական ընտանիքի, հաղթահարման հիմքերի վրա։ Դատավարությունից 6 ամիս անց, հոկտեմբերի մի արոտ կեսօրին, Մարինեն Աբովյանում վարձակալած բնակարանի փոքրիկ այգում էր։ Գաբրիելը, հիմա 9 ամսական, սողում էր խոտի վրայով, հետաքրքրասեր աչքերով ուսումնասիրելով աշխարհը։ Թովմասը նստած էր այգու աթոռին, ակնհայտ հպարտությամբ դիտելով թոռանը։ Ֆերնանդան նույնպես այնտեղ էր, միս էր խորովում ընտանեկան խորովածի համար։ Նա Թովմասը փոխադարձ հարգանքի սիրո հարաբերություններ էին զարգացրել, միավորված այն սիրով, որը նրանք երկուսն էլ ունեին Մարինեի հանդեպ։ Գիտես մահ, ասաց Ֆերնանդան միսը շրջելիս, եթե մեկը 1 տարի առաջ ինձ ասեր, որ մենք այսօր այստեղ կլինենք, այսպես, ընտանեկան խորոված անելով քեզ առողջ ու ազատ Գաբրիելի հետ, ես չէի հավատա։ Մարինեն ժպտաց, Գաբրիելին գրկելով, երբ նա փորձեց մի բուռ խոտ ուտել։ Ես նույնպես ոչ։ Բայց ես սովորեցի, որ կյանքը հավասարակշռություն բերելու տարօրինակ միջոց ունի։ Իմ կյանքի ամենավատ պահը ինձ բերեց ամենամեծ օրհնությունները։ Գաբրիելը, իմ հայրը, իրականում կարորի նոր ըմբռնում։ Թովմասը վեր կացավ մոտեցավ նրան, հայրական սիրով ձեռքը դնելով նրա ուսին։ Գիտեք, թե ինչ էր ասում ձեր մայրը, Հեղինեն, որ նույնիսկ ամենաուժեղ փոթորիկներից են աճում ամենագեղեցիկ ծաղիկները։ Ես միշտ մտածում եմ դրա մասին, երբ նայում եմ ձեզ այս փոքրիկին։ Մարինեն շուրջը նայեց, իր նոր գտնված հորը, իր քրոջը, ով միշտ իր կողքին էր, ժպտացող առողջ որդուն։ Ցավը դեռ կար, իհարկե։ Ռուբենի դավաճանությունը թողել էր սպիներ, որոնք ժամանակ կպահանջեին լիովին բուժելու համար։ Բայց ցավից վեր, հույս կար։ Սեր կար։ Ապագա կար։ Մինչ արը սկսեց մայր մտնել Սանա լճի վրա, երկինքը նկարելով նարնջագույն վարդագույն երանգներով, Մարինեն խորը խաղաղություն զգաց իր սրտում։ Նա գոյատել էր փոթորկից, թե բառացիորեն, թե փոխաբերական իմաստով։ Նա դիմակայել էր ամենադաժան դավաճանությանը դուրս եկել մյուս կողմից ավելի ուժեղ։ Եվ ամենակարևորը, նա ստացել էր մի բան, որը կարծում էր, թե երբեք չի ունենա, իսկական ընտանիք, կառուցված ոչ միայն արյան կապերի, այլ սիրո, զոհաբերության քավության վրա։ Գաբրիելը հանկարծակի ծիծաղեց, փոքրիկ ձեռքերը մեկնելով դեպի գունավոր երկինքը։ Մարինեն ամուր գրկեց նրան, համբուրելով նրա փոքրիկ գլխի վերը։ Դու կմեծանաս, իմանալով, որ սիրված ես, շնջաց նա։ Դու կմեծանաս զարմանալի պապի, հրաշալի մորաքրոջ մոր հետ, ով ամեն ինչ կանի ապահովելու համար, որ դու ունենաս հնարավոր լավագույն կյանքը։ Սա ես խոստանում եմ։ Եվ մինչ գիշերը մեղմո։ Լեն իջնում էր Աբովյանի վրա, իր հետ բերելով նոր առավոտվա խոստումը, Մարինեն վերջապես թույլ տվեց իրեն հավատալ, որ իր ամենաերջանիկ օրերը դեռ առջում էին։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Թովմասի փոքրիկ Գաբրիելի պատմությունը խորապես դիպավ ձեր սրտերին։ Հաղթահարման, արդարության վերամիավորման այս ճանապարհը հիշեցնում է մեզ, որ նույնիսկ ամենամութ պահերին միշտ կա հույսի լույս, որը սպասում է շողալուն։ Եթե այս պատմությունը հուզեց ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին թողնել ձեր հավանումը այս տեսանյութին։ Մենք պատրաստել ենք հատուկ երգացանք, նույնքան գրավիչ հուզիչ պատմություններով, որոնք ուսումնասիրում են մարդկային կյանքի բարդությունը, հաղթահարման, սիրո, արդարության քավության պատմություններ։ Դուք կարող եք գտնել այն հենց այստեղ, կողքի վրա սեղմելով։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք փառաբանում են մարդկային ոգու ուժը։ Մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը մեկնաբանություններում կիսվեք, թե ինչպես է այս պատմությունը ազդել ձեզ վրա։ Ձեր խոսքերը ոգեշնչու։ Մեն մեզ շարունակել բերել այնպիսի պատմություններ, որոնք կարևոր են։
Մինչ հաջորդ անգամ, հիշեք. նույնիսկ ամենաուժեղ փոթորիկից հետո միշտ կա նոր արածակ, որը սպասում է։